բարև ժողովուրդ ջան։ Քեզ հետ չէ, ասում ես։ Ձայնս լավ է ժողովուրդ։ Լայքում տարածում ենք։ Ժողովուրդ ջան, կպած լայք եք, ժամանակ չկա։ Ուշ եմ մտել մի քիչ։ Լավ բրձա։ Հələ կպած վեշի վիդեոս մի հատ լայքում ենք, տարածում ենք, ընդեղ կոմենտ ենք գրում։ Վեշի վիդեոս։ Բարև բոլորին։ Տրամադրությունս բավականին բարձր է, հենց որ լավ եթեր անել։ Привет, Լեսա։ Բարև ձեզ։ Ներ ջան, բարև։ Չէ, ուղղակի տրամադրությունս նորմալ է, այսօրվա հյուրի հետ կապված է, բավականին խելացի անձնավորություն է այսօրվա մեր հյուրերներով, տրամադրությունս լավ է։ Բարև YouTube-ի իմ ժողովուրդ ջան, YouTube-ն է լայքում ենք, բարև ցավը տանեմ, տեսա։ YouTube-ի 1-2-3, մի հատ 1-2-3 են գրում։ Բարև Շոտա ջան։ Հյուր ունենք այսօր, բավականին խելացի անձնավորություն է ու ես ուրախ եմ, որ վերջապես ես համոզեցի իրան գալ մեր մոտ հյուր։ Շուտ վանից էի համոզում։ Հյուրին ներկայացնեմ ժողովուրդ ջան։ Գյումրու քաղաքապետարանի ավականու մեր քաղաքը Դաշինքի խմբակցության ղեկավարն է, այսինքն Մարտին Գրիգորյանի խմբակցության Դաշինքի ղեկավարն է, ինքը շատ ինֆորմացիաներ ունի։ Այսօր սենց փորելու ենք տենանք ինչ կա չկա Գյումրիում։ YouTube ջան լավ եմ, ժողովուրդ ջան լավ եմ։ Շնորհակալություն։ Հետո ցելը գցում ես։ Ես ինչ քիչ ցել եմ դրել, որ սենց թափով գցում եք, ապրեք։ Են էլ ծաղիկ։ Բարև ձեզ։ Ասկիկ ջան, բարև։ Գոլ ջան, պրիվետ, ցավը տանեմ։ Կայֆավատ, պրիվետ, կայֆերով։ Ռոյալ Արմենիա աղբերս բարև ցավը տանեմ։ Չեմ կարա դենց ես մարդկանց մոտ չատ պագեմ, ովշի չատը աշխատում է։ Դուք կարակ չատը ձեր մոտ լեկոպլաստով խպեք չտեսնեք։ Մարդկանց մոտ անհատական ես չեմ կարա չատ պագեմ, չատը ովշի է։ Դուք կարակ ընես դնեք, որ չատին չնայեք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի քիչ թափով լայք եք, էլի, ուշ եմ մտել։ Ռոյալ, գիտես քեզ իշքան եմ հարգում, իմ աղբեր։ Ես սիրում եմ հայի համար գործանող մարդկանց, աղբեր ես, ամեն ինչ, որ չեմ գալիսը դե ձեր մոտ բան, ես ամեն ինչ կողքից նայում եմ, ամեն ինչ գիտեմ հավայրատե, վրատ։ Ապրեք դուք, ապրեք, հալալա ձեզ։ Ջարդեք այդ թուրքերին, իշքան կարակ ջարդեք։ Так, ժողովուրդ ջան, գյումրեցիներին է վերաբերվում հիմնականում, բայց նաև ոչ գյումրեցիներին, վերջում հարցեր ենք տալու, բարձրացնելու են, բայց դեպքերը բացում ենք։ Իմ մոտ գիտեք, որ հենց այնպես փախած, ասենք,
user-ով չի կարա մարդերնի եթերին հյուրին հարց տա, նենց որ մարդիկ ովքեր կուզենան դեմքերը բացեն, հարց տան, կարակ տակ, ով որ չի կարա դենց անի, ներքևը հարցերը գրեք, ժողովուրդ, եթե կարտացինք մոդեռներ, եթե տեսնում եք կարևոր հարցերը, Զագրեբի տարեք վերևը, որովհետեւ ես տեսնեմ այդ հարցը կարտամ։ Չէ, համապետական արդյունք թեմա չկա։ Չէ, ես դες բան չեմ լսել։ Չէ, Գյումրիի հետ կապված է, ախպեր, Գյումրին շատ կարևոր թեմա է իմ համար, ինչու համար, որովհետև Գյումրիից է ամեն ինչ սկսվել, Գյումրից է վերջանալու է։ Դրա համար ես այն կանեք ոնց ասեմ ձեզ, մենա դե սրա ձենը անջատեմ, արեք ես սրա ձենը անջատեմ, ու ձեզ հետևյալ բանն ասեմ, ժողովուրդ ջան, տեսեք, ինչով է Գյումրին կարևոր։ Ու ինչով է կարևոր մեր քաղաքը դաշինքը։ Մեր քաղաքը դաշինքը ինքը որոշիչ եղավ, ինչպիսի ընթացք ունենար Գյումրիու ընտրությունները։ 3 ընթացք կարող ունենար։ Առաջինը այն ինչ որ հիմա կա, ընդդիմադիր ուժերը քաղաքապետարանում ոնց որ ասած ձայներին մեծամասնություն հավաքած տեխնազուին տվեցին։ Երկրորդ տարբերակը ոչ մի գործողություն չէր անում, նիստերը չէր կայանում, պրավալի էր եթում եւ երրորդ գործողությունը ինքը կարար վերցնել, ասենք տար ԿՊ-ին, օրինակ եմ ասում, ասված չարաստի։ Վերցներ տար բանին, ԿՊ-ին, ԿՊ-ն անցներ։ Մարտիկ ընտրեցին առաջի տարբերակում իմ կարծիքով այն ժամանակվա էր, հիմիկվա էր բանը, ամենաճիշտ ճանապարհն էր, երբ որ մեծամասնություն հավաքած ձայները խմբակցություն դաշինք չէ։ Okay, ինձ արդեն հուշում են, արդեն հեսա ժորտի կրասնի կարտիշկա կստանամ։ Մի բան արեք, ես այդքան 1000 թեմայի օրական մտածում եմ, գրում եմ, ես շատ գիտեմ ինչ եմ անում։ Այդ մեր բաները թողեք սխալվեմ։ Դաշինքեր հետո դարավ խմբակցություն, okay։ Այսինքն այդ մարդկանց որոշումից հիմել է կախված շատ բան։ Դրա համար ես ինչի առաջնահերթ ուզեցա, որ իրանք գան մեր մոտ հյուր, որովհետեւ հենց իրանցից իմանանք, թե ինչ են իրանք մտադիր անելու։ Այս շատ ծանր վիճակ է, ժողովուրդ, ահավոր ծանր վիճակ է, ասեմ ինչու համար։ Так, ուրեմն մեր հյուրին եմ հիմա ասում, բան արեք, երկու մարդուկը տեսնում եք ներքևում։ Ձեր հեռախոսի ներքևը երկու մարդուկ կա, մարդուկների վրա եք սեղմում, ունդեղ կա Զապրոս։ Զապրոսի վրա եք սեղմում, որ ես ձեզ տեսնեմ, բարձրացնեմ։ Ժողովուրդ ջան, մեր հյուրը ընդհանրապես TikTok-ից հեռու մարդ է, ես կամաց իրապես շնորհալի մարդկանց խնդրում եմ, համոզում եմ, որ TikTok հարթակը ինչքան կարա շատ մարդիկ սենց գան, գրագետ խելացի մարդիկ, որովհետեւ մենք կարողանանք կոդրենք այս TikTok-ի վատ համբավը հայկական TikTok-ի, ու ես ձեզ շատ եմ խնդրում մեր այսօրվա հյուրին պատժեշկա արեք տակից, որովհետեւ ինքը ինչքան կարակ լավ բառեր կարտա ներքևում, որովհետեւ այդ հյուրը չհիաստափվի, որ մենք համոզեցինք, բերեցինք այս հարթակ։ Ես գիտեմ, որ դուք շատ շնորհալի մարդիկ եք, ահա, մեր քաղաքը խմբակցությունը եկավ, ուրեմն ինչ ենք անում, մի վայրկյան կսպասեք։ Ձայնը ձեր գալիս է արդեն, բայց մի վայրկյան սպասեք, ես մի հատ էսի ուղեմ, ահա, ուղեցի։ Հիմա խփեք ձեր էկրանի վրա, վերևը ձախ անկյունում կամերայի նշան է տալիս։ Այդ կամերայի վրա խփեք ու ներքևը save արեք։ Կարմերի վրա։ Ահա, ես ձեզ տեսա։ Usually ես Տիկին Գասպարյան ձեզ տեսա TikTok հարթակում։ Բարև ձեզ։ Նախ ուրախ եմ ու իմ համար շատ անսովոր է ձեզ TikTok-ում տեսնելը, բայց ես հույսով եմ դուք երբևիցե չեք փոշմանի, որ դուք եկաք այս հարթակ։ Այս հարթակը ձեր նման անձնավորությունների կարիքը շատ ունի։ Ձեր տեսակը կարա ինչ-որ բան փոխի։ Ես դրանում համոզված եմ, դրա համար թե ձեր ղեկավարին հենց Մարդուն Գրիգորյանին է շատ ասես տանջամա անում ձեր պահով որ գաք, թե դուք ինչևից է Ես ի սկզբանե կուզենամ մի հատ բան հարցնել, նոր մենք շարունակենք։ Մեր մոտ ընդունված է, որ անունով դիմենք մեկս մյուսից, որովհետեւ հանգարց չսխալվենք։ Եթե դուք դեմ չեք, ես ձեզ
Հարգելի Լիզա կդիմեմ կամ Ես պիտի առաջարկի Արսեն ջան, հանգիստ անունով դիմեք։ Շատ լավ, շնորհակալություն։ Դրա համար հիմի արդեն մռայլ դեմքի ժամանակն է, մի քիչ ունկերս գիտեմ ու անցնենք առաջ, որովհետև իմ ժողովուրդը ստովոր չեն, որ ես շատ եմ ժպտում, կարող է ասեն, դե այս ինչ ա եղել։ Փաշինյանը աստավքի է գնացել, դրա համար Արսեն այսքան շատ ծիծաղում է։ Չէ, ժողովուրդ ջան, իմ տրամադրությունը նորից եմ ասում, կապված է այն բանի հետ, այն բանով, որ մեր այսօրվա հյուրը իրոք իմ կողմից շատ հարգա։ Հեսա դուք կտեսնեք ինչպիսի գրագետ մարդ է ու ինչպիսի ասես քաղաքական հոդարություն ունեցող մարդ է այսօր մեր հյուրը։ Լիզա ջան, այսօր մինչև մեր եթերը առավոտ արթնացել եմ, կարտացել եմ աշկերտս վրայիցս բախնում էր։ Ոնց թե։ Ինչքան գիտեմ, սկզբից դուք նույնպես չեք գտնում ձեր ավականու անդամին, ման եք գալիս, թե ինչ է կատարվել, ձեզ դուր եք։ Գտնելու խնդիր չկա, մենք առավոտյան խոսել ենք իր հետ, առավոտյան ժամինից զանգ ունեցել ենք, գտել ենք, գտնելու խնդիր չկա։ Առավոտյան ժամինին արդեն զանգ ունեցել եք, գտել եք։ Բայց լրատվամիջոցներում ոչ մի բան չկար, թե ուր է ձեր ավականու անդամը, Նարեկ Միրզոյանը, ես անձամբ նույնպես ճանաչում եմ եւ լուրը եկավ ինձ հասա, որ ինչ որ նեղ անձնական, ընտանեկան, առողջական շատ խիստ խնդիրներ ա ունեցել այդ մարդը, որը Երևանում ռեանիմացիայում ինչ որ հիվանդանոցում, այ խնդրեմ այստեղից ասեմ ժողովուրդ ինչի համար եմ հարցնում, այսօր տեղի ունեցել հայտնի ձերբակալություններից հետո առաջին նիստը, ինքը շատ կարևոր է, հեսա Լիզան մեզ կբացատրի ինչով էր կարևոր այսօրվա նիստը եւ հաջորդական նիստերը։ Խնդրեմ Լիզա ջան։ Շատ լավ, ուրեմն այդ գտնելու հետ կապված նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ, որ կարևորություն եք տալիս առհասարակ Գյումրու թեմաները, Գյումրիում զարգացող թեմաները։ Ուրեմն գտնելու հետ կապված Արսեն ջան, ասեմ, որ որևէ խնդիր չկա, որովհետև նախ երեք եմ ես որպես խմբակցության ղեկավար խոսել Նարեկի հետ, որովհետև Նարեկի իրավական հանձնաժողովի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եւ մենք միշտ կոմունիկացիայի մեջ ենք, գիտեք, ակտիվ աշխատող խմբակցություններից մեկն է եւ մեր խմբակցությունը եւ Նարեկի հետ խոսելով, զրուցելով, մի քանի հարց քննարկելով եւ այլն, Նարեկ գնաց իրավական հարցերի հանձնաժողովի նիստի, շատ սովորական աշխատանքային օրակարգ է եղել մեր մոտ։ Հետո այսօր առավոտյան 9-ին Նարեկը մեզ զանգել է, տեղյակ է պահել, որ գիշերը կնոջ ինքնազգացողությունը վատացել է եւ այս պահին իրենք, այսինքն առավոտյան մասին է խոսքը, եղել են արդեն Երևանում Նաիրի բժշկական կենտրոնում եւ այնտեղ արդեն կնոջ վիճակը ծայրահեղ վիճակում եղել է ժամերին, որ մենք խոսում էինք 9-ից 11-12 նկատ ժամանակահատվածը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում Նարեկի կինը եւ այդպես մենք այսօր գնացինք, բնականաբար եթերին հետևել է քվրում չի եղել, բայց ասեմ, որ միայն մեր խմբակցությունից չէ, որ մարդ էր պակասում, հա, ավականի էր պակասում, կոմունիստական կուսակցությունը, ինչպես գիտեք, 2 մանդատ պակասում է մինչև այս պահը, մեկը պարոն Ղուկասյանի մանդատն է, որ քաղաքապետը ձերբակալված է, մյուսը ըստ հերթական համարի այն մարդուն է մանդատը պատկանում, ով այս պահին հայտնի դեպքերով եւ իրադարձություններով ինքը գտնվում է տնային կալանքի պայմաններում եւ ամբողջապես քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չէր եկել նիստին, այդ պատճառով տեղի չունեցավ քվորում եւ նիստը չկայացավ։ Օրվա ընթացքում պարոն Գրիգորյանը, մենք ես եւ Կարեն Գրիգորյանը որոշել էինք, որ անպայման հասցնենք Երևան գնալ, չնայած առավոտից պարոն Գրիգորյանը զինվոր իրականացնում եւ մենք էինք խոսում Նարեկի հետ եւ բժշկական կենտրոնի բժիշկների հետ է խոսել պարոն Գրիգորյանը եւ այլն, բայց ես ու Կարենը որոշել էինք ավարտեինք նիստի այդ թողովողը եւ գնայինք Երևան Նարեկին տեսնելու, աջակցելու մեր ընկերոջը, բայց ցավոք ինքան ծանրաբեռնված եւ գեր ծանրաբեռնված էր, որ այսօր մենք չհասցրեցինք, բայց պարոն Գրիգորյանը, ինչպես գիտեք, նա կարողացավ ժամանակ գտնել, գնալ թիմակցի կողքին լինել, աջակցել թիմակցին, իմանալ, խոսել, զրուցել, բժիշկների հետ զրուցել, տեղեկանալ եւ պարոն Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ Նարեկի կնոջ վիճակը բժիշկները այս պահին գնահատում են բավարար։ Այսինքն փոփոխություն կա։ Ահա ամբողջ պատմությունը Արսեն ջան, որ տեղի ունեցել, այսինքն սա որևէ քաղաքական ինչ-որ աստարտ սրան տալ կամ քաղաքական հնչեղություն տալ ընդհանրապես չի կարելի եւ առհասարակ
չենք էլ խորհուրդ տա մյուս հակառակորդ կողմին եւ այլն որևէ քաղաքական ասնար տալես ամենին, որովհետեւ իրականում Նարեկը ունեցել է շատ զգայուն թեմա է, ընտանեկան, անձնական խնդիր, որը հարգվում է։ Ես համացանցը նայել եմ, իրականում ասեմ ոչ մի աստարտավող հələ միջի չի եղել ու չի լինի ինձ թվում, հա, որտեղ ամեն ինչը չի կարելի էլի այդքան ամեն ինչի մեջ ինչ որ բան գտնել է։ Տեսեք Լիզա ջան, մենք մի քիչ այս պարագայում ոչ իրավաբան ենք, ոչ բան։ Ինչ է նշանակում նիստը չկանալու, դրա վտանգները որն է, ինչպիսին է օրենքը։ Հայտնի իրադարձություններից հետո ինչ է կատարվում քաղաքապետարանում, ինչպիսի ռիսկներ կա եւ այդ ռիսկները ինչով կարան վերջանան։ Մի հատ կարաք մեզ տարբերակներն ասեք, թե ինչ է կատարվում ընդհանրապես քաղաքապետարանում։ Տարբերակները շատ են, 1000 տարբերակ հնարավորություն կարող է ունենալ իրականության մեջ, նայած թե տարբերակներից որը կարելի իրականություն դառնալ, նիստը չկայանալ ուղղակի դա ինչ որ անելանելի իրավիճակ չէր, անսպասելի իրավիճակ չէր եւ այլն, այնպիսի մի չգիտեմ ինչ տեղի չի ունեցել, որ կարելի է խառնվել իրար եւ այլն, պարզապես գոնե ցանկացած ավագանի անձնական կյանք ունի կամ մարդը կարող է առավոտյան արթնանալ եւ ինքը անձամբ ինքնազգացողությունը վատանա եւ չկարողանա ներկանալ աշխատանքի։ Իսկ մյուս պատճառները ես ասացի կոմունիստական կուսակցության հետ կապված թե ինչ խնդիր կա, քաղաքացիական պայմանագրի հետ ինչ խնդիր կա, որևէ խնդիր այս պահին մենք չենք տեսնում, այսինքն մտահոգվել, անհանգստանալ եւ այլն դրա կարիքը չկա, որովհետեւ ամեն դեպքում իրավիճակը վերահսկվում է, ամեն դեպքում մեր քաղաքական թիմի ղեկավարը ամեն ինչ կարողանում է շատ լավ վերլուծել եւ շատ լավ կառավարել, Մարտուն Գրիգորյանին հաջողվում է այդ ամենը անել, թիմը կառավարել եւ ընդդիմությունը կարողանում է միաժամանակ հետաքրքիր ձևով համագործակցել, այնպես որ մտահոգվելու անհանգստանալու տարբերակ 17 հոգի է, չէ՞, պետք է որում ելնելու։ Քանի նիստ պետքա չկայանա, որովհետեւ ասենք Նիկոլ Փաշինյանը կարողանա ոնց որ արեց Գիրովագանում, Վանաձորում, նույն սցենարը անի, ասենք Գյումրիում։ Քանի հոգի է պետք, Արսեն, ճիշտ հասկացա։ Ինչքան մարդ է պետք, որ քվորում լինի, կարողանում եք դուք, ասենք հենց վաղը լինի նորից նիստ։ Դե սա ընդամենը մեկ մանդատ էր պակասում, որ մենք 17 հոգով, այսինքն կեսից ավելի 33 հոգուց է բաղկացած ավագանու կազմը։ Հարց է ծագում, Լիզա ջան, կներեք, որ սենց կտրում եմ, էլի խոսքի կեսից։ Հարց է ծագում։ Առողջություն իհարկե Նարեկ Միրզոյանի ընտանիքին, բայց եթե հանգարց մյուս նիստի ժամանակ է դες բան կատարվի, մարդու մեկ չեն կարող ասենք թող քո ընտանիքը արի կանի, այ դուք ինչ Միայն Նարեկի հետ չէ, հա Արսեն ջան, բոլորս էլ ես նոր ասեցի, մարդ ենք եւ հնարավոր է որ ուղղակի վատառողջ լինենք ավականու անդամները կարող է խնդիր, այսինքն միայն մեզանով չէ, մեր քաղաքը խմբակցությունով չէ, որ պայմանավորված է այդ ամենը, մենք դեռ Նարեկից զատ, Նարեկի մանդատից զատ, դեռ երկու չիրացված մանդատ ունենք, նու մեկի ճակատագիրը ասեցի, պարոն Ղուկասյանի մանդատն է, որ այս պահին առկախ է, իսկ մյուսը այդ մարդը, որ մանդատը վերցել է թերթական համարի կոմունիստական կուսակցության, ինքը տնային կալանքի մեջ է, եւ այդ ընթացակարգի մեջ է, որ դիմում պիտի գրի 7 աշխատանքային օրվա ընթացքում տարածքայինը պետք է մանդատը շնորհի ըստ թերթական համարի, ըստ կոմունիստական կուսակցության թերթական համարի հաջորդի, այսինքն այդ մեկ մանդատի կարևորությունն մեկ մանդատն էլ է շատ կարևոր եւ այսօր իմ ասուլիսի ժամանակ էլ ես ասացի որ մենք խմբակցություններս ընդդիմադիր խմբակցությունը քանի որ այս հաղթանակը ընդդիմադիր խմբակցություններին բավականին թանկ է տրվել, թանկ գնով է տրվել եւ դուք շատ լավ տեղյակ եք Արսեն ջան թե դրանում պարոն Գրիգորյանը, Մարտուն Գրիգորյանը ինչպիսի մեծ ներդրում ունեցավ եւ ինչպիսի ջանք ունեցավ որպեսի Գյումրիում ընդդիմությունը հաղթանակ տանի եւ ես այսօր ասուլիսի ժամանակ էլ ասացի, որ մենք անգամ այդ մանդատափոխման գործընթացը պետք է դրան շատ լուրջ վերաբերվենք եւ այստեղ էլ պայքար կա ամեն օր։ Ընդդիմությունը ամեն օր պայքարի մեջ է։ Մենք խնդիր ունենք խելացի խոսացումների հետ միանգամից ընկալելու։ Ոչ թե մենք չենք հասկանում, այլ նայեք, ես իմ հարցս միգուցե շատ սխալ եմ տալիս։ Լավ, արեք մի քիչ խորքից գալ։ Տեսեք, անմիջապես նախ առաջինը խնդրում եմ ձեր տեսակետն ասեք, ինչ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանում, այդ ձերբակալությունների բանը, ձեր գնահատական դուք ունեք,
Խնդրում եմ մեկնաբանեք նաև, եթե հնարավորություն ունեք կամ իրավունք ունեք մեկնաբանելու Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցը, ինչի նկատի ուներ Մարտուն Գրիգորյանը ասելով, որ ինձ են թիրախավորելու, ուզում են այլում տեսնել, այն դա կարաք մեզ մեկնաբանեք, միգուցե մենք մի քիչ ավելի շատ sense չենք ավելի բարդ այնտեղ Գյումրիում ամեն ինչ, քան մենք պատկերացնում ենք, այդտեղ մի քիչ կարաք մանրամասնեք, ինչ տեղի ունեցավ Լիզա ջան, ինչու հետևանքներ էին դա, ինչու դա տեղի ունեցավ։ Դե ինչու ձերբակալությունը տեղի ունեցավ, չգիտեմ, ձեր լսարանը վստահ եմ, որ հետևում է, գոնե դուք բավականաչափ ակտիվ լուսաբանել եք այդ ամենը, որ դա կանխատեսելի եւ սպասելի էր, որովհետեւ ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրը մինչեւ այսօր հաստ չէին իրողության հետ, որ հնարավոր է հայ քաղաքական իրականության մեջ 4 խմբակցություն միավորվել, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը երկրորդ քաղաքում իշխանություն չլինի։ Եվ դրանից հետո արդեն սպասելի էր, որ 6 ամիս հետո, գուցե 1 տարի հետո պետք է արդեն ինչպես որ մյուս բոլոր հանրապետության մյուս բոլոր քաղաքներում այդ գիծը կա, ամենուր եւ ամենտեղ ընդդիմությունը հաղթում է, այսինքն լոկալ մակարդակում մարդիկ ընտրում են իրենց քաղաքի մարդկանց, որքան էլ քաղաքացիական պայմանագիրը ներսից մարդ է, այսպես ասած, ուղղորդում, գործուղում, որպեսզի այդ գործը, այդ սև գործը անեն, ամեն դեպքում բոլոր քաղաքներում մարդիկ ընտրում են իրենց մարդկանց, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը չգա իշխանության։ Եվ պարոն Գրիգորյանի որոշումը մարտի 31-ի ընտրություններից հետո այդ երկար այսպես բլոգերների, լրատվական միջոցների, չգիտեմ, կարծիք թելադրողների, կարծիքի լիդերների կողմից, որ շատ քննադատվեց եւ ուր է Մարտուն Գրիգորյանը անհապաղ հենց այս պահին որոշման ենք սպասում եւ այլն, պարոն Գրիգորյանի երկար մտածելու, որոշում կայացնելու պատճառներից մեկն էր հենց այս 6 ամիս հետո տեղի ունեցող դեպքերն էր, որ ինքը միակ մարդն էր քաղաքականության մեջ, որ բաց ակնհայտ խոսեց այդ սցենարի մասին, բաց ակնհայտ ասում էր, որ առաջիկան տեղի ունենում այս դեպքերն ու իրադարձությունները եւ այլն, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Արսեն ջան, կհիշացնեք երկրորդ հարցը, չգիտեմ, որ ասեցիք խնդիր ունենք, գուցե ես չեմ կարողանում ճիշտ լեզու գտնել ձեր լսարանի հետ հաղորդակցվելու։ Կամաց բան ենք անում, ընդելանում ենք ձեզ։ Հարմարվում ենք։ Հա, հարմարվում ենք։ Տեսեք, Լիզա ջան, երկրորդ հարցս հետևյալն էր, կուզենայի ձեր քաղաքական խմբակցության գնահատականը ինչպիսին ա եղել, եթե ես ուղղակի շատ ուշադիր չեմ եղել, հայտարարություն տարածել եք թե չէ, ավելի քան 40-ից ավել մարդիկ ձերբակալվեցին, որոնց մեջ կային նաև անչափահասներ։ Դուք ո՞նց եք համարում իշխանությունները, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները ուժ գործադրեցին օրենքի համաչափ, թե все-таки իրանք չարաշահում են այդ ուժի գործոնը, որպես ավականի դուք տեղյակ եք, որ քաղաքում ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ ասում իրավական կողմը, որովհետև իրավական կողմը ինձ թվում է հետագայում մենք ապագայում տեսնենք ինչ կկատարվի, ինչ էր այդ զապիսը, ինչ էր մնացածը, մենք դրան չենք անդրադառնում։ Ուղղակի այդ գործողությունների իրավական կողմին եմ ուզում, որ դուք անդրադառնաք, տվել եք ինչ-որ գնահատական դուք դրան, թե չէ։ Բնականաբար, Արսեն ջան, ես հիշեցի նախորդ հարցի մեջ, նաև պարոն Գրիգորյանի ճեպազրույցն եք ասում, որ բացատրեմ, այո, պարոն Գրիգորյանը ազգային ժողովում Վերջում էի գալու դրան։ Հա, պարոն Գրիգորյանը ազգային ժողովում իր ճեպազրույցում ասեց, որ ինքը 6 ամիս շուտ ասել էր եւ դա պայմանավորված էր զուտ տվյալ մարդու խառնվածքով, այսինքն իմանալով Ղուկասյանին շատ լավ ճանաչելով, իր խառնվածքով էր պայմանավորված, որ ամեն դեպքում այդ էմոցիոնալ խոսելը եւ այլն պետք է ազդեր եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Իսկ ինչ վերաբերում է 40-ից ավելի 4 տասնյակից ավելի երիտասարդ գյումրեցիների ձերբակալությանը, որոնց մեջ նաեւ կան անչափահասներ եւ առհասարակ քաղաքապետի ձերբակալության հետ կապված, այս առումով մենք էլի պարոն Գրիգորյանի ճեպազրույցում ասել է եւ հայտարարություն է տեղադրել անմիջապես ձերբակալման օրը, որ բնականաբար դատապարտելի է, որովհետեւ այդ ուղղակի էմոցիոնալ պահի ազդեցությամբ այդ ամենը ինչ որ տեղի ունեցել եւ պետք չէ այդպիսի ռեպրեսիաներ անել եւ անչափահաս երեխաներին տանել եւ 2 ամսով, չգիտեմ, միգուցե ավելի երկար ժամկետով ձերբակալել, զրկել ազատությունից։ Նույնը նաեւ քաղաքապետի պահով, որ եթե կոնկրետ ծանոթություն լիներ, բնականաբար ինքը այլ քրեական գործերով եւս անցնում էր եւ լինում էր, որ ինքը դատական process-ների էր գնում եւ այլն, մենք լինելով համայնքապետարանում շատ լավ տեղյակ ենք, այսինքն ինքը կներկայանար այդ քաղաքական շոուն, այդ ամեն ինչը, որ Գյումրիում է այսպիսի իրավիճակ է, ինչ որ այդ
անմիջության կանխավարկածը հաշվի առնելով չեմ էլ ուզում ասել այդ կաշառակերության, այսպես ասած, շոուն, որ կարողացան կազմակերպել, ամեն դեպքում դա իշխանությանը պետք էր եւ դա իրենք արեցին։ Հիմա սպասում ենք 2 ամսվա ժամկետը լրանալուց հետո ինչ պիտի լինի այդ 4 տասնյակից ավել երիտասարդների ճակատագիրը, որովհետեւ մեզ շատ մտահոգում է, շատ։ Լավ, Լիզա ջան, իմ համար ունես մի հատ տարակուսելի հարց է, որ ես միշտ հարց եմ տալիս Մարդուն Գրիգորյան, ինքը իր ոճի մեջ ծիծաղում է, չի պատասխանում, sense մի տեսակ Կարում եք, որ ես պիտի պատասխանեմ։ Դուք պարտավոր եք, որովհետև դուք ընդրված մանդատավոր եք այսօր իմ Գյումրի քաղաքի ու խմբակցության ղեկավար եք, հիմա ինչ որ ես կասեմ ձեզ, ինձ թվում է, որ դուք պետք է բացահայտեք, թե ինչու է դենց։ Տեսեք, օրինակ, մի կողմից ռեպրեսիա է ետում, կարդում եմ, ասենք, ուրիշ բան քաղաքապետարանի սայթում, որ պատասխան են տալիս իշխանությունը իրար սենց հրաձգություն է գնում, մեկ է հոպ մի ամի դգնում եմ ձեր էջերը, նայում եմ ախպեր, ես մարդիկ գնում են, խմբակցությունով, ես ասում եմ կարող եմ Մարդուն Գրիգորյանը գիտի, որ այդեղ ընտրություններ է գնալու, գնացել է թաղ առ թաղ, այն ինչ խոսք է տվել, սաղ անում է։ Ես որ այդ հարցը տալիս եմ, ինքը խնդրում ասում է դրանից է, որ դու ինձ լավ չես ճանաչում, Արսեն ջան։ Ճիշտ է ասում, որովհետև լավ չեք ճանաչում։ Չի ընտրությունները, որ այս թաղերը այցելեն, ամբողջ Գյումրին գիտի։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչ է դա։ Ինչու համար դուք նախաձեռնեցիք։ Դուք ի սկզբանե եք որոշել, որ դենց է։ Արսեն ջան, մինչև ձերբակալություններ դուք հետևում եք մեր էջերին, տեղյակ եք, հավականուն ինստերին եք ներկա լինում, ուղիղ եթերներ եք ապահովում, շնորհակալ եմ այդ ամենի համար։ Տեսնում եք, որ մեր խմբակցությունը մի փոքր անհամեստությամբ կհնչի, բայց ամենաակտիվներից է եւ նիստերի դահլիճում, եւ հանձնաժողովական աշխատանքում, եւ նիստերի դահլիճից դուրս է եւ այդ թաղամասեր գնալ, թաղամասերին ծանոթանալ, խնդիրներին մարդկանց մեջ լինել, առհասարակ, գիտեք, Մարդուն Գրիգորյանը 18 տարվա քաղաքական գործիչ է եւ Մարդուն Գրիգորյանը գյումրեցիների համար նոր մարդ չէ կամ գնալ ուղակի որևէ գյումրեցի, որևէ թաղ ծայրամասային եւ նստել գյումրեցի պապիկների հետ նարդի խաղալ, դա իր սովորական օրակարգերից մեկն է, շատ սովորական, շատ բաներ երբեմն մենք չենք լուսաբանում եւ չենք տեղադրում սոցիալական մեդիայում, բայց մեկ-մեկ փորձում ենք անել։ Իսկ այդ ակտիվությունը թաղերում գույքագրել խնդիրները եւ այլն, պարոն Գրիգորյանը քարոզարշավի ժամանակ, որպես մեր քաղաքական թիմի ղեկավար եւ մեր դաշինքի առաջին համարը, որ մեր քաղաքապետի տեխնացուն էր, խոստացավ, որ անկախ ամեն ինչից կապ չունի, թե ինչպիսի դասավորումներ կլինեն, քանի տոկոս ձայներ կհավաքի մեր խմբակցությունը եւ այլն, մենք առաջին քայլը որ պիտի անենք, պիտի գույքագրենք քաղաքում, թաղամասերում խնդիրներ։ Եվ պարոն Գրիգորյանին դուք էլ արդեն ճանաչում եք, նա ինչ ասում է, անում է, գործի մարդ է, կապ չունի ինչ իրավիճակ է եւ այլն, մենք շատ ակտիվ, գրեթե բոլոր փորձում ենք թաղամասերում, համայնքապատկան կառույցներում ամենուր լինել, կարող եմ առանձին ոլորտային, եթե ժամանակ ունենք մանրամասն ասել, թե ինչ առելի աշխատանքի։ Ինչքան ուզեք, ձեզ TikTok-ի բանալու համար խնդիր չկա, ժամանակ ինչքան ուզեք։ Մենք այդպես գույքագրում ենք խնդիրները, իսկ այն ինչ որ մի կողմից նայում ենք, որ ձերբակալություններ, 40-ից ավելի երիտասարդներ, քաղաքապետը ձերբակալված է եւ այլն, այո, մենք ընդունում ենք իրականությունը, այնպես չէ որ կտրված ենք իրականությունից, անցնում ենք այդ դժվարին ճանապարհը բոլորի հետ միասին եւ բոլորից էլ ավելի, որովհետեւ շատ լավ գիտեք, Մարդուն Գրիգորյանի թիմի նկատմամբ ռեպրեսիաները սկսվեցին մարտի 26-ից, վերջում էր երբ մենք ամփոփում էինք մեր քարոզարշավը, դուք եւս ներկա էիք դահլիճում, Արսեն ջան, երբ պարոն Գրիգորյանը վերջապես 1000 հոգանոց լսարանի առջև եւ ուղիղ եթերում բացեց իշխանության խաղաքարտերը եւ անմիջապես հաջորդ առավոտյան տեղի ունեցավ Գրիգորյանի ընտանիքի ձերբակալությունները, տղայի եւ հոր հետ կապված ձերբակալությունները եւ այդ օրվանից մինչեւ այսօր մեր թիմը ռեպրեսիաների է ենթարկվում։ Այստեղ մի հատ հարց տամ էլի։ Ես իշքան հիշում եմ, ինքը քարոզարշավից առաջ էր տեղի ունեցել այդ շիբին լսնելը։ Այո։ Քարոզարշավից առաջ, այսինքն ոչ մի օրենք չէր խախտվել։ Երկրորդը Լիզա ջան, հիմա որ անում են, հիմա կան ձերբակալեն, որ 4 տարի հետո ընտրությունների համար դու ինչ որ գործողություն ես անում, այս ուղղակի այդ աբսուրդը չկարացա հասկանալ, էլի։ Ինչի իրանք հենց այդ ձևի։ Մի հատ զուգահեռել եմ ուզում անցկացնեմ, որ ժողովուրդը ավելի լավ հասկանա ինչու մասին է խոսքը, հարգելիներս։
Այս երեք ձերբակալվեց քպական դպրոցի տնօրենը Էշմիազնում, որովհետև այնքան ակտիվ իրան կարեցին այդ բարեգործական ինչ որ բան էին կազմակերպում, մարդկանց թանկարժեք նվերներ էին տալիս ընտրությունների օրերին։ Իբր բարեգործականը իրանց տեխնազում, ԿՊ-ի տեխնազում ինքը անձամբ տալիս էր։ Դա եթե ընդրակաշարք չէ, բա ինչա, այս ուղղակի զուգահեռ անցկացնելով։ Այս մարդիկ առանց ընտրությունների քարոզարշավի մեկնար գտված չի, իրանց կողքի թաղը շուտ վանից խոսք էր տվել, գնաց շիբին լծեց։ Տարան բռնեցին հորը, պատկառելի տարիք ունեցող մարդ, լավ համբավ ունեցող մարդ, շատ ճանաչված մարդ, ոնց որ ուզեցան ինչ որ մի հատ sense պիտոկ կպցնեն իրան ընտանիքի վրա։ Տղային հորը, ես դեղ եմ եղել, ես գիտեմ ինչու մասին եմ խոսում։ Այ ուզում եմ հասկանամ, Նյուժելի Մարդուն Գրիգորյանը այդքան վախեցրել էր իրանց, որ հենց առաջինը Մարդուն Գրիգորյանին խփեցին իրանք։ Դե բնականաբար ուժեղից են սկսում ճնշումները, շատ պարզ տրամաբանություն է, որ սկսում են բնականաբար թույլ կամ չերևացող տեխնազոյի կամ չերևացող քաղաքական ֆիգուրը չի էլ հետաքրքրում առհասարակ իշխանությանը։ Ուժեղ մարդը, ուժեղ ֆիգուրը, որ հարգված է Գյումրու մեջ, եւ դուք ասում եք քարոզարշավից առաջ, ես որպես պարոն Գրիգորյանի հետ անցած երկար ճանապարհ անցած մարդ, ասեմ, որ պարոն Գրիգորյանը անգամ այդ, չգիտեմ, հարթեցման աշխատանքները, չգիտեմ, անօթեբան ուղեղ չկրակ գյումրեցիներին վարելափայտ, որ մարդիկ սառում են տնական պայմաններում։ Երևանից նստած մարդ չեն էլ պատկերացնում, թե տնական պայմաններում այսօր երկրորդ քաղաքում մարդիկ ինչ իրավիճակում են ապրում։ Պարոն Գրիգորյանը այդ մարդկանց այդ ընտանիքներին փայտ տալով եւ այլն դրանք արել է դեռևս, երբ ինքը անգամ падգամավոր չի եղել, ինքը եղել է գործարար։ Հետո արդեն ինչի իրեն հետաքրքրեց տիմը քաղաքապետի աշխատանքը, որովհետև գյումրեցիները իրեն ընկալում էին որպես քաղաքապետի, գալիս էին քաղաքապետին դիմելիք հարցերով էին դիմում պարոն Գրիգորյանին, այսինքն մեկը այդ հարթեցման խնդիրներ, մյուսը վարելափայտի եւ այլն, եւ պարոն Գրիգորյանն արդեն ավելի խորացված հետաքրքրվեց ու ավելի խորացված էր քաղաքի խնդիրներին։ Այսինքն այդ շիբինի թեման, որ զավեշտալի թեմա է մեզ համար, իրականում բնականաբար պիտի հենց այդ 26-ի հայտարարությունից հետո այդպես աղմուկ առաջացրեց եւ այլն ու բնականաբար մենք ընդունում եւ ընկալում եւ հասկանում ենք, որ ուժեղ տեխնազոյից են նեղվում, ուժեղ տեխնազոյ ամենաշատը, եթե քարոզարշավի մոնիտորինգն անենք ու ես արել եմ որպես այդ հարցերի պատասխանատու, ամենաշատը իշխանության կողմից քննադատվել, քարկոծվել է մեր տեխնազոն, մեր քաղաքը խմբակցության այն ժամանակ դաշինքի, այո, ճիշտ ասեցիք դուք եթերից առաջ, դաշինքի ղեկավարը Մարդուն Գրիգորյանն եւ իր թիմը եւ մինչեւ այսօր շարունակվում է այդ ռեպրեսիաները։ Լավ, Լիզա ջան, մի փոքր անդրադառնամ էլ, ես չեմ կարա չանդրադառնամ, որովհետեւ տեսնում եմ արդեն մի քանի թաղամասեր եք այցելել ու իրոք խեղճուկ վիճակում է էլի գտնվում։ Թե խաղահարաբարակները, թե ընդհանրապես ժամանցային, թե մարզադպրոցները, ես նայել եմ ձեր ծրագիրը ժամանակին, լավ ուսումնասիրել եմ ու տեսնում եմ, որ դուք թիրախային եք գնում, այն ինչ որ դուք խոսք եք տվել, այ ինգաց հենց ձեր ծրագրով գնում եք, այնց աշենի կա, որ ձեր համար, ասենք, հա, կարևոր է եղել, որ այլ իրականություն կա մեզ համար, այլ իրականությամբ ընկալում։ Այլ իրականություն ոնց որ լինի, այսինքն մի բանով էլ Գյումրիում ես այսքան ժամանակ չեմ տեսել ավականու ինստիտուտի կայացված լինել։ Այո։ Ես ձեր նիստերին մասնակցել եմ, տեսել եմ, նկարահանել եմ, նստել եմ, տեսել եմ, լսել եմ, լրիվ քաղաքակիրթ ձևով, քաղաքական կիշտ ձևով քննադատություն, անգամ կարամ ասեմ ընդդիմության մեջ դուք ընդդիմություն եք, որովհետեւ ընդդիմությունը ուժեղանար։ Ես դա հասկացել, այսինքն դուք ոչ թե թիրախավորում եք, որ ԿՊ-ն ծափահարեր, այլ ներքին կարգով ուժեղացնում եք ընդդիմությունը ձեր գործով։ Այ հիմա ուզում եմ հասկանամ, մի բանա ինչ որ դուք ծրագրով եք գրել, հելել, մի բանա ինչ որ դուք տեսել եք, ինչ որ բաներ ավելացրել որ դուք գույքագրել եք, որ հետագայում, ասենք դուք չեք պատկերացնում այդքան վատ վիճակում է Գյումրի քաղաքի տնտեսությունը, այդ ընդհանրապես ինչ որ ես նշեցի։ Այ ինչեր է ձեր մոտ ավելացել, ինչեր եք ավել տեսել, որ հենց կոնկրետ գյումրեցու ընտանիքներին եք կապնում, երեխաներին եւ այլն։ Շատ լավ, նախ այն որ ինչ ենք մենք շարունակում մեր օրակարգով աշխատել, զուգահեռ իրականության մեր ձերբակալությունները եւ այլն, որովհետեւ մենք իրատես մարդիկ ենք եւ այո, շատ ցավալի է, էմոցիոնալ պահ կա եւ այլն, այդ հաղթանակը նաեւ մեր հաղթանակն է, որ մենք շատ դժվար ճանապարհով ենք անցել, քննադատողները կամ այս էկրանի դիմաց
տնից ինչ որ քարոզիչները կարող է քննադատում էին մեզ եւ այլն, բայց մենք գիտենք, թե ինչ ճանապարհով անցանք եւ հիմա շարունակում ենք ինչ ճանապարհով անցնել։ Այո, այդ ռուսերեն բառից համար կներեք, այդ զասլուգան մերն է, դա մենք կարողացանք անել եւ հիմա ընդունում ենք, որ ձերբակալություններ են եւ այլն, բայց քաղաքը ապրում է, քաղաքը շարունակում է ապրել։ Իսկ հավատացեք, մենք առավոտից երեկո Գյումրիում ենք, ապրում ենք շատ հասարակ գյումրեցու կյանքով, օգտվում ենք հանրային տրանսպորտից, գնում ենք մթերային խանութ, հաղորդակցում ենք մարդկանցից, շատ հասարակ շփվում ենք մարդկանց, ինչպես ապրել ենք, շարունակում ենք ապրել։ Մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում այս քաղաքական ինտրիգները, քաղաքական բամբասանքները, մեկը մեկին դալիճում որքան ավելի կարողացա շատ ցեղ շպրտել, այդ ճառ ասելու դարաշրջանը շատ շուտով կանցնի, շատ շուտով։ Եվ այո, ճիշտ եք նկատել եւ շնորհակալ եմ Արսեն ջան, որ նկատում եք եւ ձեր եթերով էլ ասում եք եւ տիրաժարվորում եք այդ ամենը, մենք կառուցողական ընդդիմություն ենք ընդդիմության մեջ։ Առաջին իսկ օրվանից ասել ենք, մեզ շատերն ասում էին, բա դուք 6 մանդատով ինչ եք անելու եւ այլն, տեսնում եք, որ անգամ այսօր մեր 6 մանդատից ամեն ինչ է կախված։ Մեր 6 մանդատով որոշվեց քաղաքի ճակատագիրը եւ մեր 6 մանդատով որոշվում է բոլոր հարցերի այոները, ոչերը, ձեռնպալները եւ այլն եւ այլն։ Այդ գույքագրումները անում ենք եւ միայն չենք գույքագրում, զուգահեռաբար հետնաբեմում ահռելի աշխատանք ենք անում, այսպես թղթապանակներ ունենք մենք խմբակցությունում, որ արդեն այս ընթացքում հասցրել ենք ձեր ձայնը չեմ լսում, Արսեն ջան։ Ասեք, ես է ձեր ձայնը համարյա չէի լսում, թող չթերթեն էլի այնտեղ ձեր մոդը։ Զապիսի մոտ ինքը շատ ահավոր է լսում։ Էմիլիա աղմուկ մի արա։ Շատ լավ։ Հիմա լսում եք, նորմալ է։ Ոչ միայն գույքագրվում են, այսինքն ուղղակի այդ ձևական հատուկ, հա, գույքագրման չեն գնում, այլ այդ գույքագրումների խնդիրներին տեղեկանալուց հետո մենք սկսվում է մեր աշխատանքի մյուս ֆրոնտը, ֆենտ չեմ վարանի ֆրոնտ կասեմ, որովհետև իրականում միայն գրություններ ուղարկել, ներկայացրել այս իրավիճակը, չգիտեմ, գործադիրին գործի դնելով չէ, մենք գնում ենք, բանակցում ենք ամեն հարցի համար, շատ դժվար է այսօր շատ սուղ պայմաններով քաղաքում որևէ բան փոխել, բայց մենք փորձում ենք համագործակցել աշխատել կառուցողական ձևով, հազար ու մի նախագիծ տանել ու հետ բերել, ասել սա չենք ուզում, սա ուզում ենք, դուք տեսաք հնգամյա զարգացման ծրագրի հետ կապված մեր խմբակցությունը ինչ կառուցողական աշխատանք տարավ, ամեն մի տառը մեր կողմից վերլուծվեց ու հրապարակվեց ու քննադատվեց ու գովաբանվեց, ամեն բան արվեց, երկու փորձից հետո նոր ընդունեցինք հնգամյա զարգացման ծրագիրը։ Եթե այդ գույքագրումները կամ մեր ճանաչողական ուսումնասիրման այցերը, որոնք պարոն Գրիգորյանը մեզ որպես մեր քաղաքական թիմի ղեկավար ուղղորդեց, հորդորեց, որ գնանք սկսենք այցերը եւ առաջինը սկսեցինք մանկապարտեզներից, որևէ մեկը այսօր անգամ գյումրեցիներ, անգամ ծնողներ, ովքեր երեխաներին մանկապարտեզ են տանում, չէին ու չգիտեին, չէին էլ իմացել, որ Գյումրիում այդ օրինակ մանկապարտեզներ կան։ Ծայրահեղ դուք եւս անդրադարձել եք ձեր էջով, Արսեն ջան, այսինքն ձեր լսարանը, եթե տեղյակ չէ ինչի մասն է խոսքը, կարող է թերթել ձեր էջում եւ գտնել այդ տեսանյութերը, տեսնել թե շնորհակալ ենք բլոգերներին, շատ շատեր, այդ թվում եւ դուք արձագանքեցիք հանրային հնչեղություն ստացա, շատ էմոցիոնալ թեմա, 21-րդ դարում մշակույթի եւ կրթության բնորան համարվող Գյումրիում, որ տարիներ շարունակ մտքերի գիգանտ է տվել Գյումրին, Գյումրեցի երեխաները հաճախում են խոնավ, ծմակ, բորբոզնած, կիսափլված, աննկարագրելի վատ սանհանգույցներով, տանիքով, հատակով, չգիտեմ, խայտարակ վատ վիճ եւ անգամ տնակային մանկապարտեզներում։ Եթե մեր այդ գույքագրումները, այդ հնչեղություն չտալը այդ աղմկելը չլիներ, ոչ մեկ չէր իմանա։ Եվ մենք գիտենք, որ նաեւ կառավարությունը ծրագիր է իրականացնում, մինչեւ 26 թվական 500 մանկապարտեզներ, հենց սկսեցինք հետազոտել, բացել եւ նայել ենք, թե այդ 500 մանկապարտեզների մեջ Գյումրիից քանի մանկապարտեզներ կան։ Ընդամենը 2 եւ երկուսը եւս երկուսը մինչեւ 26 թվական, իսկ մենք գույքագրել ենք 10-ից ավելի շենքային վատ պայմաններով ու տնական պայմաններով մանկապարտեզներ եւ այս պահին գրություններ է ուղարկում, ամենուր բոլոր գերատեսչություններ, մենք կոմպլեքս չունենք։ Եթե այդ հարցի հիմքում դրված է գրություն գրել, զանգել, բանակցել, խոսել, բացատրել, հրավիրել, մենք դա անում ենք եւ շարունակում ենք անել։ Շատ լավ։ Ես այնց բան եմ որտեղ գրել իմ համար, որ դրա մասին բարձրաձայն ձեզ էլ եմ ասել, որ ես հետևողական նայում եմ Գյումրեցու աշխով ու գնահատականը սամիջական տալիս եմ իմ ժողովրդի հետ շփվելուց։ Գյումրին, ինչու Գյումրին, որովհետև
Իմ համար ամբողջ Հայաստանն է շատ կարևոր, բայց ինչու եմ առանձնացնում Գյումրին, որովհետև Գյումրին այսօր ուզենք թե չուզենք սիմվոլիստի է դառել։ Նիկոլ Փաշինյանի քայլերթը ընդերից սկսվեց, իմ կարծիքով Գյումրիի այս հաղթանակը, որ ունեցավ ընդդիմադիր ուժերը ունեցան, պետք է դարձնենք ու դարձնենք ամբողջ Հայաստանի ազատագրման օրինակը ու ձեր այն ինչ որ դուք անում եք շատ կարևոր է Լիզա ջան։ Ես շնորհակալություն եմ հայտնում իրոք ձեր թիմին, նախ առաջին թիմը շատ գիտեք ինչն է իմ դուրս եկել, արեք արդար ասեմ, էլի ասեմ ձեր աչքերի մեջ նայելով, երբևիցե չեմ ասել։ Կասեք ես այդպես բան ասած կամ դե չէ, արդար ասեք։ Այն մարդիկ ովքեր որ չանցան, շատ դեպքերում ուրիշ թիմերում ես տեսա որ հելան ընդհանրապես ցուցակներից, այսինքն իրանք եկել են դե մանդատ վերցնելու, չստացվեց գնացին։ Ձեր մոդը ես տեսել եմ որ անգամ այն մարդիկ ովքեր մի 10 համար հետո են, մինչև հիմա այդ թիմում աշխատում են, ձեր հետ այցելում են ու ձեր ժողովներին մասնակցում են։ Իմ դուրը դա գալիս է, որ մարդիկ չեն եկել մանդատագողությամբ զբաղվելու, ինքնահաստատվելու կամ ինչ-որ բան։ Այսինքն ձեր մոտ զդված բավականին բացառությամբ մեկ հոգու զդված էր ամեն ինչ, այդ մեկ հոգին դի շատ լավ ցուցանիշ է, որ ընդամենը մեկ հոգի է պարկասը, բայց շատ լավ եք աշխատել այդ ընթացքում դրա համար ես կարամ ասեմ որ շատ կարևոր է ղեկավարը շատ փորձ ունեցող անձնավորություն է 14 տարի դեպուտատ ու պոլիտիկայի մեջ ու իր այդ մի շաբաթ որ մեզի սպիդակացրեց գցեց անգյուն մենակ այդ խոսումը նրա մասին որ ինքը հենց հեշտ չի կայացրել այդ որոշումը որ կայացրեց վսյոտիկի ես ուզում եմ ուրիշ հարցի հիմա անդրադառնամ Լիզա ջան Չգիտեմ, ինչ ձևի տամ այդ հարցը, որ ավելի ճիշտ հասկացվի։ Դուք ինչ-որ բան, ձեր անցած այս ճանապարհին, այս վերջին անցած ճանապարհի ժամանակ, գրել եք ձեր մոտ ինչն եք դուք սխալվել, որ պահին դուք սխալվեցիք, ինչը սխալ արեցիք, որ Սոտիկի ժամանակակից Հայաստանում ձեր մոտ ինչ-որ բան այնեն չստացվեց, որ պետք է ստացվեր։ Ես այդ հարցը չգիտեի ոնց տայի, բայց պիտի տամ, վարիանտ չկա, ու տվեցի այդ հարցը։ Ակնկալում եք, որ ինչ պատասխան պիտի ստանաք, ինչ պատասխանեք։ Ես ոչ թե ինչ եմ ուզում, ես ուզում եմ հենց իմенно ձեր կարծիքը իմանամ, ձեր խմբակցության։ Բնականաբար բավականին երկար ճանապարհ անցած քաղաքական ուժը երկար կյանք է ունեցել իր ինքնակնդատության, հետազոտելու, սխալները գտնելու որակների վրա, այսինքն երբեք չեն ինչ որտեղ դատարկ հպարտությամբ լցվում եւ այլն չկա։ Եվ մեր քաղաքական թիմի ղեկավարը Մարտուն Գրիգորյանը չափազանց պահանջկոտ ղեկավար է եւ ես հիշում եք հենց վերջին հանդիպման ժամանակ դուք ներկա եք այդ մարտի 26-ին զուգահեռականներ տարա թե ինչպիսին կլինի Մարտուն Գրիգորյան քաղաքապետը որտեղ գիտեի թե ինչպիսի մենեջեր է պահանջկոտ ամենտեղ պիտի լինի մաքրություն քաղաքը ծայրից ծայր պիտի լինի մաքուր եւ այլն չգիտեմ բնականաբար մենք ունենք այդ кейսերը որոնք մեր մոտ գրել ենք նշել ենք նախանշել ենք բայց բնականաբար ես դրանք հրապարակային հիմա չեմ ասի, սա կարելի ասել ոչ կոմերցիոն, բայց քաղաքական գաղտնիք է, մեր թիմի գաղտնիք է, ես բնականաբար դա եթերով չեմ ասի։ Իսկ դրանք մենք շատ լավ գիտենք, մենք ամեն անգամ մենք գույքագրում ինքներս մեր սխալները, մեր ինչը ավելի շատ պիտի անենք, ինչը ավելի քիչ պիտի անենք, ինչը մի քիչ ուրիշ դոզայով պիտի անենք եւ այլն, այնպես որ իհարկե Ես այդպես սպասում եմ գալներ պատասխանը։ Այդ ղեկավարությամբ աշխատելու երկար տարիներ իրար կողքի դիվանագիտական պատասխանից ուրիշ բան չէի սպասում։ Բայց տեսեք, Լիզա ջան, դուք ունեք սցենար A, B, C։ Այս ներկայիս իրավիճակի հետ, քանի որ ես չեմ ուզում որ դուք պատասխանեք, այս գնահատականը ես կտամ։ Դուք կուզենաք պաշտպանեք այդ գնահատականը, կուզենաք մի պաշտպանեք, բայց քանի որ մենք գործ ունենք ոչ adekvat իշխանությունների հետ, որոնք ոչ adekvat որոշումները կայացնեն յուրաքանչյուր պահի, ոչ մի բանի առաջ իրանք չեն կանգնում, այսինքն իրանց համար կարմիր գիծ այսօր գոյություն չունի, իրանք ամեն ինչի պատրաստ են իշխանություն պահելու համար։ Ու ունեք A, B, C սցենար, որ դեպքում դուք ոնց եք շարժվելու, թե ըստ իրավիճակի նոր որոշելու եք թե ինչ եք անելու։
Ինձ թվում է մարտի 31-ից հետո պարոն Գրիգորյանի այն որ աշխարհն էր սպասում, պարոն Գրիգորյանի երկար մտածելը, որոշման հրապարակելը եւ այլն, խոսում է, որ մենք շատ խորքային, երկար մտածող քաղաքական ուժ ենք, իդեմս պարոն Գրիգորյանի, եւ ուզում եմ նաեւ ասել, որ պարոն Գրիգորյանի քայլը իրականում նորագույն քաղաքական էպոխայում, մեր օրյա քաղաքական էպոխայում շատ հիմնաքարային է։ Եվ ես կուզենամ, որ դա լինի վարակիչ, որտեղ գնում ենք համապետական ընտրությունների, այս ամենը տեսնելու ենք ավելի մեծ մասշտաբներով եւ ավելի խտացրած։ Կուզենամ, որ մեծ մասշտաբներում Մարտուն Գրիգորյաններ շատ լինեն, այսինքն ուժեղ կամքի տեր քաղաքական գործիչ, ով պատրաստ է անձնական հարցերը դնել կողքի հանուն երկրի, հանուն գլոբալ քաղաքականության, հանուն քաղաքի ճակատագրի։ Բնականաբար մենք բոլորս են, այսինքն միակ քաղաքական ուժն ենք այդ օրերին, երբ որ պարոն Գրիգորյանն ասում էր ասուլիսներին եւ անգամ լրատվամիջոցները այդ հետազոտությունները չէին անում, որ հնարավոր է այս ճանապարհով իշխանությունը այսպես մանյովրի եւ գա հասնի աթոռին քաղաքապետի, բայց պարոն Գրիգորյանը այդ վերլուծություններն անում էր։ Ես կուզենամ նաև վարակիչ լինի մեր թիմի, դուք ասեցիք ձեր խոսքում, էլի անհամեստություն թող չհնչի, վարակիչ լինի նաև մեր քաղաքական թիմի ու մեր թիմի որդեգրած խոսույթը, քաղաքական հաղորդակցվելու մշակույթը, դուք նկատում եք, որ անգամ նիստերի դալիճում, անգամ հրապարակային հարցազրույցների ժամանակ որևէ մեկի նկատմամբ, որևէ վատ մեկնաբանություն, անպարկեշտ արտահայտություն, որևէ ձևաչափով մենք չենք խախտում այդ բարեվարկության կանոնները։ Եվ ասեմ, որ էլի ապրելով Գյումրիում, գյումրեցիների հետ, գյումրեցիների կողքին, ամեն օր մենք գովասանքի ենք արժանանում, եւ ես վստահ եմ, որ մենք նաեւ ոչ միայն ավականու ինստիտուտն ենք Գյումրիում կազմել, վերջապես գյումրեցին իմանա թե ինչ է ավականին, որտեղ մինչև այսօր որևէ մեկը չի իմացել ավականին ինչ է, որևէ մեկը չի հետևել, որևէ մեկը չի լսել, թե այնտեղ ինչ տեղի է ունեցել, ավականին կարող է ի վիճակի զորու իրենց խնդիրները լուծելու, իրենց խնդիրների մասին խոսելու եւ այլն։ Այդ թվում վստահ եմ, որ ինչպես որ հաստատակամ գնում ենք ավականու ինստիտուտի կայացման գործին, նաև մենք Գյումրիից այդ գեղեցիկ մշակույթը հայրաքաղաքից պիտի գնա, իդեմս մեր թիմի, որ գալու է ժամանակը, որ այս անտեղի ինչ որ հայախառն, ինտրիգային, ով ավելի կապ չունի կին է խոսում, թե տղամարդ չես տարբերում հիմա ով ինչ է սեռը եւ այլն, հայկական հայեցի չկա կերպարը եւ այլն, ով որքան ավել հայրեց կամ ով որքան վատ մեկնաբանություն արեց, նա ավելի զիլ կերպար է, հա։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքական ուժը նաեւ դրան է գնում։ Իսկ ինչ վերաբերում է սցենարներին, բնականաբար բոլոր սցենարներն մեր քաղաքական թիմի ղեկավարը ունի, գիտի եւ ցանկացած սցենարի հետևում գիտենք, թե մեր ինչ անելիքներ ունենք եւ ինչ պիտի անենք։ Բոլոր սցենարների պարագայում մենք գիտենք, թե ինչ պիտի անենք։ Այո։ Դրանք էլի չեմ բացի, որովհետեւ գիտենք, որ հակառակ կողմը եւս լսում է մեզ, հակառակ շատ մեծ է, հա, քաղաքականության մեջ կան բաներ։ Ֆարուկ չեմ էլի որ բանջանեմ, հեսա, օքեյ, դու դենց ես պատասխանում, ես խնդիր չունեմ։ Ինչ է նշանակում Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցի ժամանակ արած արտահայտությունը մենք քաղաք չունենք ԿՊ-ին տալու։ Եթե հա, ինչ է դա նշանակում։ Քաղաք չունենք ԿՊ-ին տալու, պարոն Գրիգորյանը դա ասում է դեռևս քարոզարշավի օրվանից, քարոզարշավի օրերից, մինչև այսօր, այո, մեզ համար ես ասեցի, շատ թանկ է հաղթանակը նստել, թանկ ենք վճարել այդ հաղթանակի համար, թող ինձ ներեն ընդդիմության մյուս խմբակցությունները, մյուս երեքը, ովքեր մեր գործընկերներն են, մեծագույն հարգանքով իրենց նկատմամբ, բայց պիտի բոլորը շատ լավ գիտեն, որ այդ հաղթանակի ամենավառ ակցենտը մերն էր, պարոն Գրիգորյանի որոշումներ եւ բնականաբար մենք ինչպես կարող ենք այդ դժվար ճանապարհի միջով անցնենք ու այսօր շատ հեշտությամբ համաձայնվենք այն մտքի հետ, որ պիտի քաղաքը տանք Աստված չանի, չասեմ։ Լավ, օքեյ, Լիզա ջան, ինչ եք մենակ մնացել։ Ինչի այսօր ես Գյումրիում չեմ տեսնում այն ընդդիմադիրներին, ու կարամ ասեմ, կամ չագերտավոր կամ ոչ չագերտավոր, չեմ ուզում։ Դուք անձամբ գիտեք արդեն, որն է չագերտավոր, որը ոչ։ Այն բումը, որ կար պատգամավորների, այլ լրատվամիջոցների, ես հիշում եմ, ես ընդե вообще այսքան մարդ է, այսքան։ Մենակ ձեր խմբակցության մոդն է ես այսքան դառնում։ Մնացած տեղեր իրանք այնքան շատ էին, որ ես չէի հասկանում ինչ է կատարվում։ Բայց այսօր որ այս Գյումրիում այսքան խնդիրներ է առաջացել, ճգնաժամը, այս կարգի ճգնաժամը երևի
Ես ու իմ նման մեր գոքի են, որ շաբաթական 7 օր, բայց մենք 8 օրը գալիս ենք Գյումրի ու մտահոգված ենք։ Ուր են այդ մարդիկ։ Դուք հարցեր տալիս եք ընդհանրապես։ Մարդուն Գրիգորյանը, հա, շատ զբաղված է, այս իր այդ շատ չեմ կարող շփում ունենամ։ Շաբաթվա մեջ մի անգամ եթե հաջողվի, շատ լավ է։ Որ հարց տամ, դե ուր է ձեր ընկերները կամ եթե ընկեր չեն ընդդիմադիրները, ուր են այդ падգամավորները։ Ինչի չեն գալիս ձեր կողքը կանգնեն։ Լիզա ջան։ Լավ հարց է, ես ինքս կշարունակեմ հարցով ձեր հարցը, Արսեն ջան, ուր եք ընդդիմադիր դաշտ, այն ընդդիմությունը, ովքեր գաստրոլներ էր եկել մարտ ամսին Երևանից Գյումրիում, այն ընդդիմությունը, ովքեր Երևանից դեպի Գյումրի ճիշտ է 120 կիլոմետր մեզ բաժանում, բայց իրականությունը լրիվ այլ կերպ էիք նայում եւ այլ կերպ էիք նայում, այն ընդդիմությունը, որ 5 րոպեն մեկ իրենց հանգիստ չէր տալիս, ընդհանրապես չկար ազատ տեսախցիկ եւ միկրոֆոն, ընդհանրապես չկար ազատ մամուլի սրահ, ազատ դիվան, բազկաթոռ եւ չգիտեմ միկրոֆոն, որ չնստեն եւ իրենց այսպես ճակերտավոր շատ հրատապ կարծիքներն ու կոչերը հղային Մարտուն Գրիգորյանին, որ պետք է պահել ու պահպանել այս հաղթանակը։ Հիմա այս հաղթանակը վտանգված է։ Ուր եք։ Բնականաբար իրենք գաստրոլների են, իրենք արեցին ինչ իրենց պետք է, ինչ իրենց հետաքրքրում էր։ Հիմա այլ թեմաներով են զբաղված, չգիտեմ, այլ տերերի մոտ են աշխատում, այլ տերերից պատվերներ ունեն, այլ հետաքրքրություններ, զարգացումներ ունեն։ Ցավալի է նաև, որ գյումրեցի ընդդիմադիրներ կան, ովքեր ամեն գնով փորձում են ցանկացած հարցի հետ կապված այդ օրը ինչ որ չգիտեմ ծորենի ներկրում է եթե տեղի ունեցել կամ չգիտեմ օրակարգային ինչ որ հարց է պարտադիր իրենց պարտ կհամարեն իրենց էջերով անդրադառնան քննադատեն եւ այլն բայց արդեն ամիսը շուտով կլրանա վտանգված է ընդդիմության հաղթանակը Գյումրիում մեկ բառ չխոսել մեկ բառ չարտաբերել եւ չաջակցել ընդդիմությանը ջան, խոսացել են, ես էլ անդրադարձել եմ, իրենց կողմից ճագերտավոր մի հատ բլոգեր կա Մուրազի, ինքը անդրադարձել է շատ գրեիք ձևով, թիրախավորելով Մարտուն Գրիգորյանի, փոխանակ այսօր իրանք կանեն Մարտուն Գրիգորյանի կողքը, բոլորը, որբիսի այն մարդը, ով որ այսօր դժբախտության մեջ է կալանավորված է, դուսը մնացել է լիդերներից մեկ ուրիշը, փոխանակ խմբով գնան, ասեն ինչ են կանում, ոնց են կանում, դրե թիրախավորում են, ասում են դե չեմ ուզում իրանց խոսույթը նորից կրկնեմ եմ եթերի ժամանակ, ես արդեն ռոլիկով անդրադարձել եմ ու շատ խելոք թող մնան այդ նմանատիպ բլոգեր կոչեցյալները ու ես լավ գիտեմ, որ աղվեսների մոտից է գալիս, ինչ պատվեր են իջացնում։ Գյումրի քաղաքը իմ կարծիքով, կներեք իմ վրդովմունքիս համար, իմ կարծիքով այսօր մի թև է ընդդիմության, ճագերտավոր ընդդիմության, թարախաբարի ուզում է պռավալի տա, կներեք բառակից համար։ Ցավոք այն ժամանակ, երբ որ բոլորն ասում էին անձնականը պետք է մի կողմ դնել, իսկ հիմա բոլորը անձնապես ծանր են տանում այդ հանգամանքը եւ այո, եւ այդ մուրազիներին, որ ասեցիք, ես էլ կուզեմ անդրադառնալ, որ երբ որ դա դարձրեցին իրենց հաղթանակը եւ փորձեցին մինչեւ այսօր էլ PR-ել իրենց, որ իրենք այնքան կային, որ կարողացան հանրային ճշմամբ ճակերտավոր Մարտուն Գրիգորյանի որոշման վրա ազդել, դե այդքան հանրային կարծիքի վրա ազդող փորձագետներ եք 2020 թվականից մինչև այսօր երկրում ահռելի դեպքեր են տեղի ունենում, շարունակում է տեղի ունենալ, ահռելի մտահոգիչ մեր ապագայի հետ կապված մտահոգիչ դեպքեր են տեղի ունենում, ազդեք ձեր հանրային ճնշմամբ, թե ճնշված եք համապատասխան կողմերից, համապատասխան մարդկանց կողմից, որ չեք կարողանում ճնշել ձեր ճնշմամբ չակերտավորելի, բա ազդեիք, ուր եք, ուղղակի առանց մարդուն ճանաչելու, բան է, դարի թրենդն է, էլի, միացնել տեսախցիկը, կարծիքներ հայտնել եւ այլն, այսօր ես էլ տեսա մի քանի մեկնաբանություն այստեղ բանում, մեկ դաշտում, որ առանց ինչ ճանաչելու կամ այդքան ինքնավստահ եւ բան եք, որ հրապարակային տեքստեր եք ասում, բացեք ձեր դեմքը, իմանանք ով եք հստակ կարծիքներ եք գրում մեր մասին, մեր գործունեության կամ իմ անձի մասին, այդ կներեք, բայց պիտի այս բառն ասեմ, տղամարդկություն չի ամեն դեպքում։ Ես ինչ եմ կարևորում այս հարցը, քանի որ դուք նշեցիք, Լիզա ջան, գալիք ընդրությունները շատ կարևոր են լինելու։ Այս խժդժությունը, որ ընդդիմության ճագերտավոր նորից եմ կրկնում, ընդդիմության մեջ գոյություն ունի, մենակ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել է, սա։ Այո։ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում է անում է, ու ես կարամ ասեմ, ինքը չի է հաջողում, մենք ենք չհաջողում։ Իր հաջողությունը չի, ինքը այնքան բան չի, որ ինքը այնց ասեց, արեց։ Չէ, ինքը ասեց, մենք արեցինք։ Այսինքն հիմի ամեն ինչ մեր ձեռքում է, որովհետեւ Գյումրի քաղաքում նորից լինի ընդդիմադիր քաղաքապետ ու ընդդիմադիր քաղաքապետարան։
Ինչն է խանգարում, տեսեք ինչ եմ ասում, ինչն է խանգարում, որ մինչև այսօր, ասենք, խմբակցությունները իրար հետ, բոլորը իրար հետ մի սեղանի շուրջ չեն նստել, չեն խոսացել։ Լիզա ջան, ես ուղղակի հասկանում եմ Մարդուն Գրիգորյանի կշեռքը այս պարագայում իշքան է բարձրացել ավելի, քանի որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է ու շատ կոպիտ ձևով են վարվել իրար հետ, իմ կարծիքով, իմ գնահատականով, չէր կարելի նման մարդու հետ նման ձև վարվել, նման ձև ձերբակալել ու փորձեցին իր հեղինակության հետ խաղալ, բայց Մարդուն Գրիգորյանը այսօր փորձել է ինչ-որ համախմբի այդ խմբակցություններին խորտակցեն, հասկանան սցենարների զարգացումներով, թե ինքը սպասում է, որ ինչ-որ մեսիջ գա, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում вообще։ Նախ սկսեմ սկզբից, որ ինչու չեն ուզում, ինչու ընդդիմություն ընդհանուր, ես ֆրակցիաների մասին չեմ ասում, եւ ես մի 10 րոպե առաջ երևի խոսում էի Մարդուն Գրիգորյանի ֆենոմենի մասին, քաղաքական գործի, որ ասում էի տա Աստված 26-ի ընտրություններին իր նման գործիչները, իր մտածողությամբ գործիչները շատ լինեն, այսինքն Մարդուն Գրիգորյանն են մարդներ, որ Պաշտնակրիվ չէր, անձնականը դրեց կողքի, հանուն մեծ գաղափարի, հանուն քաղաքի, հանուն երկրի արեց այդ որոշումը։ Բայց հիմա չկան այդ մարդիկ, որ իրենց մեջ այդ անձնական ընկճվածությունը դնեն կողքի եւ հանուն քաղաքի գան էլի ձևավորեն այդ ամենը։ Իսկ ինչ վերաբերում է խմբակցությունների հետ հանդիպումները, ես կուզենամ լրեմ այս մասին, որովհետև ամեն դեպքում էլի չեմ ուզենա հրապարակային խոսել, նաև էլի ասելով, որ մեզ հակառակ կողմից լսում են, շատ բաներ պետք չի, որ իրենք իմանան։ Այդ դեպքում արդեն լավ է, այս պատասխանը ասնում է, Լիզա ջան, ես գիտեմ, որ Մարդուն Գրիգորյանի հետ կարող է այս հարցից հետո խնդիրներ առաջանալ քո մոտ։ Ես հիմա պրովոկացիոն։ Ես տեսեք այն մարդկանցից եմ, որ խալաստո չեմ կրակում, պրովոկացիոն հարց եմ տալու։ Այս հարցին, պրյամոյ կասեմ, այս հարցին ինձ Մարդուն Գրիգորյանը չի պատասխանել։ Դու էլ կարաս չպատասխանես, բայց ես գիշերը լավ հանգիստ չեմ կնի, եթե այս հարցը այս հանրային չտամ։ Ընտրություններից հետո Մարդուն Գրիգորյանին ՔՊ-ի կողմից առաջարկ եղել է, որ արի մենք քեզ քվեարկենք, դու լինես քաղաքապետ։ Դուք մտածում եք, ես պիտի պատասխանեմ։ Ես դες սկզբից ասեցի, ուզում ես պատասխանի, ուզում ես մի պատասխանի, բայց եղել է։ Ես չեմ պատասխանի, որովհետև ես իրապես Մարդուն Գրիգորյանի պատասխանելիք պատասխանն է, հա, որովհետև անկախ նրանից, որ ես պարոն Գրիգորյանի թիմակիցն եմ երկար տարի, անկախ նրանից, որ շատ երկար միասին աշխատել եմ պարոն Գրիգորյանին օգնական, բովանդակային առումով միշտ պարոն Գրիգորյանի կողքին եմ եղել, եւ հիմա անկախ այն հանգամանքից, որ ես մեր խմբակցության ղեկավարն եմ, էլի շնորհակալ եմ պարոն Գրիգորյանի, որ ես մեծ պատասխանություն դրեց իմ ուսերին, բայց բաներ կան, որ ես ոչ թե չեմ համարձակվում, այլ դա սոլիդար չէ, որ ես պատասխանեմ պարոն Գրիգորյանի փոխարեն։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր խմբակցությունների հետ կապված, ես ուղղակի կասեմ, որ մենք էլի քաղաքապետարանի շենք գնալով նախկինում չի եղել նման բան, բոլոր խմբակցությունների հետ մեր խմբակցությունը էլի շատ գրագետ աշխատավոճ է դրել եւ հարաբերվում ենք բոլորի հետ շատ ցիվիլ, շատ։ ՔՊ-ի հետ ոնց եք հարաբերվում։ Իրանք շատ նորմալ խմբակցություն, շատ նորմալ Քանի աղջիկ կան այնտեղ, իրանք հետ չեն սիրում ձեզ, հենց անձամբ ձեզ, որովհետև դուք հենց այդ քաղաքակիրթ ձևն է, որ իրանց մոտ չի ստացվում, իրանք անընդհատ ուզում են ինչ-որ մի ձև կծածելեն։ Շատ նորմալ է, որ չեն սիրում, շատ նորմալ է, որ ասա ես է սովորեմ, Լիզա ջան։ Շատ նորմալ է, որ չեն սիրում, մենք չենք նեղում այդ հանգամանքից, ընդհանրապես պետք չի, որ բոլորը մեզ սիրեն, եւ այդ չսիրելու արդյունքում է, որ այդ հետաքրքիր առճակատումը, բանակցությունները տեղի են ունենում։ Ես ասեմ, որ հանձնաժողովական աշխատանքներում մեր մոտ այն մարդիկ, ովքեր որ ՔՊ-ից ներգրաված են ովքեր որ հարգում են նիստերը գալիս են, որտեվ ավականներ կան, որ չեն հարգում նիստերը, չեն գալիս, չգիտեմ, ամեն դեպքում գլուխ էին ջարդում, գալ, դարձալ ավականի, ինձ համար, մեզ համար դա ցույցիչ է, թե դու որքանով ես ընթացակարգի մեջ, որքանով ես հարգում կոնտրոլներին, որքանով ես հարգում այն հանգամանքը, որ առավոտից երեկո դու այդ շենքում ես կամ շենքում չես, սայրամասային թաղամասում ես, չգիտեմ, այսօրվա մեր օրակարգը դուք գիտեք, տեսել եք, թե մենք ինչ ծանրաբեռնված աշխատել ենք եւ այլն, բայց երեկոյան ժամը 10-ից ուղիղ եթեր պատրաստ ենք էլի, այսինքն բավականին աշխատանք, այդքան էլ հեշտ աշխատանք չի, բավականին բարդ է։ Խմբակցություններում բավականաչափ լավ ներողություն հանձնաժողովներում բավականաչափ լավ փորձում ենք աշխատել։ Նիստերի դալիճում էլ դե մեկ-մեկ
26-ի քարոզարշավն են սկսում, բայց ամեն դեպքում մեր ձեռագիրը գիտեք, մենք մեր գործն է, գործ կառուցողական այդ հարցին, չի եք բերե դրա այդ համաձայն չենք, 8 միլիոնը տարեք, 2 միլիոնը բերեք տանում եք մանկապարտեզներ, մերը բացառապես գործն է եւ մենք Ինչ եղավ այդ պատմությունը, Սարիգենս մանկապարտեզը սարքեցին, դե չէ քաղաքապետարան։ Շատ լավ հարց, տեսնում եք, որքան մենք հետաքրքիր մշակույթ ենք դրել, որ անգամ մատնանշեցինք այն թաղամասը, որը այո, քաղաքացիական պայմանագրի ավականու թաղամասն էր, որովհետեւ գտնում էինք, որ մեզ համար երեխեքը քաղաքական չեն, ոչ էլ գյումրեցիները։ Ես ասում եմ, այն մարդիկ, ովքեր որ մեր, ձեր, տրալյալա այդպես ինչ-որ բաներ են անում, իրենք տեղեկացված չեն կամ Գյումրիի փողոցներով չեն քայլում, կամ ուղղակի չեն ապրում Գյումրիում, որտեղ գիտեն, չեն ապրում։ Չի հետաքրքրում Գյումրեցուն, ում թաղն է, ով է եւ այլն եւ այլն։ Մենք այդ պահին, որ 15 միլիոնը ոնց որ խնայեցինք, անմիջապես առաջարկեցինք այդ թաղամասը, որտեղ գիտեինք, որ 15 միլիոնի շրջանակներում այդ մանկապարտեզը ամբողջապես կնորոգվեր։ Բայց այնտեղ գրություն եկավ ոնց որ կրթության բաժնից, որ շենքը պիտի ստուգեն վթարայնության հետ կապված նոր հիմնանորոգման աշխատանքների ոնց որ համաձայնությունը տան, դեռ այդ վթարայնությունը չի հաստատվել մեր մոտ, բայց ամեն դեպքում մենք 15 միլիոնի մասին չենք մոռացել եւ անպայման գիտեք մեր համար աշխատանքը պահանջկոտությունը 15 միլիոնի, եթե այդ թաղամասը չգնա, թող գնա Արցախ թաղամաս, ինչ է եղել, կամ թող գնա անի թաղամաս, մեզ համար բոլորն են մերն են։ Ինչ եմ հիշում, իմ համար գիտեք որն էր զավեշտալ, մենք դրանից հետո չհանդիպեցինք, չխոսեցինք, ինտերվյու պետք է վերցնել, ես ոչ եմ, ես մի քիչ բան արեցի, բաց թողեց այդ պահը, չվերցրեցի ինտերվյուն, բայց ուզում եի այդ հարցը ձեր հետ քննարկել, նայ Լիզա ջան, ժողովրդին, որպեսզի ժողովուրդ ձեր համար էլ պարզ լինի, ինչու մասին ենք խոսում, Գյումրու, չէ, իմ ժողովուրդը լրիվ տեղակ չեն, Գյումրու բանը օրվա հետ կապված բանը Սամվել Կարապետյան բարեգործական հիմնադրամը փոխանցեց, որպեսզի Գյումրու քաղաքապետարանի գումարը ուրիշ տեղ ծախսվի, ուրեմն այդ նիստից նստած են ԿՊԱ-ականները շատ կուլտուրական ես նստած որոշիչ բան եկել են թե անում որ տոնը պիտի լինի համայնքի բյուջեով։ Տոնը պիտի լինի համայնքի բյուջեով, ոչ մի Սամվել Կարապետյանի կոպեկ փող Ոչ եմ, անցավ ընդեղ խոսացին, վերջում պարզվա, որ բդի վսյոտեքի Գյումրու գումարը ծախսվի մանկապարտեզների վրա, ընդեղ Սարիգը սարթնացավ, արդեն ինքը համաձայնվա, որ Գյումրու… Բայց մեր քաղաքախմբակցություն առաջարկեց, որ այդ գումարը ծառայեցնենք մանկապարտեզներին, եթե փող են հետ գցել, եթե փող են խնայում, ուրեմն գնա մանկապարտեզներ։ Մի անգամից, երբ որ գծի հետևի մասին խոսքը գնաց, համաձայնվեցին, որ այդ գումարը գնա ընդեղ։ Այ իմ համար հետաքրքիր է թվայինոց ստանդարտները, ոնց են կարող մարդիկ այդպես աշխատացնել։ Այն ինչ որ իրանց շահին, հա, եւ ժողովրդին ներկայացնեն, տեսեք մենք ընդդիմադիր ենք, բայց մեկը ձեր համար բերեցինք, վիզ դրեցինք, sense գրոբիսած, մանկապարտեզը կառուցեցինք, բայց հենց խոսքը գնում էր հանգարց մեր ձևովի մասին խոսամ մի բառ, իրանք ընդեմ մազերս էս տնգծրած նստած էին, այդ եմ ուզում հասկանամ։ Ոնց եք իրանց հետ կարողանում աշխատեք, Լիզա ջան, ես 1-2 անգամ եմ եղել։ Դե մենք մեր ձևը դրել ենք, մեր ձեռագիրը դրել ենք, մենք այլի ասեցի, մեր կառուցողական ընդդիմության մեր ձևով, մեր ձեռագրով աշխատում ենք մենք, մեր օրակարգով, շատ չենք տրվում այդ ինտրիգներին, այնպես որ մեր գնահատմամբ նորմալ է։ Մենք կոմպլեքսներ չունենք, մենք հանգիստ աշխատում ենք, մեզ խանգարող հանգամանք չկա։ Մենք գնացել ենք աշխատելու, դա շատ կարևոր է։ Ես ուզում եմ իմանալով ձեր վերաբերմունքը այն հարցին, որ այսօր ես կուզենամ տամ մի քիչ քաղաքապետարանից դուրս, անձնական ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ոչ թե խմբակցության։ Ես տեսել եմ ինչպես դուք մի 3-4 օր անգամ ոչ մեկիս հետ չէիք ուզում դաժե խոսեիք։ Կապված Աջապալյանի Երևի շատ։ Շիրակի թեմի առաջնորդի ձերբակալության եւ այն ամենը ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Այ կուզենամ մի փոքր ձեր անձնագանը Լիզա ջան, ել եմ ասում, քաղաքականից դուրս, ես տեսա որ դուք շատ խորն եք, ասել տանում այդ երևույթը, որ Շիրակի թեմի առաջնորդը կարա այդ ծանր հանցագործության հոդվածի տակով դատվի ու ես ճիշտ ասած տեսել եմ զարմացած, որ Շիրակի մարզի ժողովուրդը մի քիչ շատով կարային գային, ոնց որ թե դատարանում աջակցեն։ Այ ձեր կարծիքը ոնց ինչ եղավ, ինչ տեղի ունեցավ։
Այ, որպես գյումրեցի շատ ծանր է, որովհետև իրականում մենք բոլորս այս փոքր քաղաքում, փոքր բայց մեծ, մեզ համար մեծ աշխարհի կենտրոնն է Գյումրին, փոքր քաղաքում ապրելով մենք շատ հետաքրքիր սպეციფიկ քաղաք է Գյումրին, անկախ քաղաքական այս ամեն ինչից, Պարոն Գրիգորյանը մեզ այնպիսի գծով է տանում, որ այդ մանդատները լինեն չլինեն, մենք էլի պաշճակատ ապրենք այս քաղաքում, այդպես էլ անում ենք։ Անկախ ամեն ինչից մենք մեծացել եմ, ես մեծացել եմ Սրբազանի, չգիտեմ, աղոթքների եւ այլնի իր հաղորդումների, պատարագներին գնալով այդ ամենով եւ ինքը բոլորիս ճանաչում է, բոլորիս ընդունում է, բոլորիս հարգում է։ Մենք սովոր ենք, որ մտնենք 7 վերք, գլխավոր դռան ձախ կողմում իր տեղն է ժամերգության ժամանակ, Սրբազանը կանգնած լինի եւ պոնարվենք, ողջունենք, ձեռքը դնի գլխներիս, մի հատ քաղցր համով կծող հումոր անի, ժպտանք ու երջանիկ գնանք։ Իրականում, այո, շատ ցավալի է մեզ համար, շատ ցավալի է գնալ դատարան ու Սրբազանին տեսնել այդ իրավիճակում, շատ։ Չգիտեմ, երևի էլ շարունակեմ, որովհետև ամեն դեպքում այն ինչ կարող էինք մենք Կարենի հետ մեր այսքան զբաղվածությանը փորձում էինք վազել հասնել դատարան, չգիտեմ, էլ չասեմ ինչ ենք արել, որ գոնե մի պահ Սրբազանին տեսնենք։ Հիշեցնենք, որ Կարենը Մարտին Պարոն Գրիգորյանի Գրիգորյանի որդին է, այո, Կրտսեր Գրիգորյանը, այո։ Իսկ պարոն Գրիգորյանը այս ընթացքում Երանի իրեն ինքը կարողանում է նաև գնալ ԱԱԾ-ի այդ ձերբակալվածների հատուկ պահպանման վայր եւ տեսնել Սրբազանին, տեսնել, հանդիպել, զրուցել, աջակցել, բերել իր խոսքը մեզ եւ այլն, եւ պարոն Գրիգորյանը որ գալիս է, մենք այսպես թիմով հավաքում ենք ու ողջավորված ուզում ենք, որ ինքը պատմի Սրբազանի, չնայած շատ բան չի պատմում, բայց ամեն դեպքում ինքն էլ շատ էմոցիոնալ ու շատ տպավորված է գալիս վատ առումով, բայց ամեն դեպքում սա մեզ համար շատ ցավալի է, որովհետև իրականում Սրբազանը բոլորիս հոգևոր հայրն է, մենք սովոր ենք Գյումրին 7 վերքը առհասարակ փողոցներն ու մայթերը տեսնել Սրբազանը, իսկ հիմա առանց Սրբազանի դատարկ է քաղաքը։ Ես զգում եմ, որ հուզվում եք, Հա, իրականում դժվար է ինձ համար։ Ես գիտեմ ձեր անձամբ ինչպես եք վերաբերվում հարցին, տեսել եմ ձեր հուզմունքը, բայց մի քիչ փոխեմ երանգը եթերի ու լեննագանի լեզվով հարց տամ։ Բելը փորձը լեննագանի լեզվով ինձ պատասխանել։ Արսեն ջան, ուրեմն ես Շատ Լիզա ջան, լեննագանը սկսիրես։ Ինչի՞ կան շատ սիրեցիր քո լեննագանը։ Ուրեմն չգիտեմ, ձեր լսանի համար ես նոր մարդ եմ, ես նաև 2018 թվականից туриզմի ոլորտում եմ, туриզմի զարգացմամբ եմ զբաղվել մինչև այսօր եւ նաև զբոսավարություն եմ արել, շատ խմբերի հետ եմ աշխատել, բայց խոսել եմ բացառապես գրական հայերենով, սա իմ աշխատավոճն է։ Շատերն են ինձ խնդրել ու դիմել, որ ես Գյումրու բարբառով իհարկե անչափ սիրում հարգում եմ Գյումրին, մենք ապրում ենք Գյումրիով։ Բոլորս Լեննագանը սիրես գա։ Ոչ, մերը Գյումրին է, Լեննականը ձերն է։ Լավ, Գյումրին սիրես գա։ Նայեք, Գյումրի շերտեր ունի։ Ալեկպոլ Լեննական Գյումրի։ Շատ։ Ալեկպոլը մեր պապերինն է, Լեննականը ծնողներին է, Գյումրին ես եմ։ Մենք գյումրեցի ենք, ես լեննականցի չեմ։ Ես ներվայնանում եմ, որ երևանցիները Լեննական են ասում։ Ստիպում են, որ ես Գյումրի ու բարբառով վարեի, բայց իրականում չեմ կարողանում կներեք, որտեղ իմ լեզվամտածողությունը գրական հայերեն է, բայց հումորներ, անեկդոտներ եւ այլն ընթացքում անում եմ, այնպես որ դժվար եթերով կարողանամ Գյումրի ու բարբառով խոսել։ Okay, Գյումրին այս վերջերս ես տեսել եմ, որ ինչ-որ զարգ կա զբոսաշրջության ու իմ համար ուրախալին եղել է, գիտեք որը, որ ներքին զբոսաշրջությունն էր ակտիվացել։ Այսինքն Հայաստանի այլ մարզերից էին սկսել արդեն Հայաստանով զբոսներ, գնալ, տեսնել, ճանաչել, որովհետև ինչքան ես գիտեմ ստատիստիկայով երևանցիների 20%-ն ընդամենը Գյումրի եղել ու ընդհանրապես գիտեք որտեղ է Շիրակի մարզը ընդհանրապես։ Դա 18 երևի, 18 թվականի ցուցանիշով, որովհետև դրանից հետո բավականին շատ խոսում։ Վերջինով այսօր նայեցի կոմպյուտերով, այդպես տվեց, բայց ինչևից է, այլ դուք որպես այդ գործի հմուտ մարդ, որ ամբողջական տիրապետում եք իրավիճակին հենց Գյումրու հետ, ինչ կավելացնեք դուք, այն ձեզ ծրագրի մեջ է եղած այն ամենալավ համով պադարը, որ ես շատը դրա վրա է անընդհատ բանանում, մուշ թաղամասի մոտ, որ ուզում եք կառուցեք, այդ ինչն է, ինչը կդառնա ավելի գրավական, որ տարածաշրջանի, այսինքն Վրաստանից գան, Ռուսաստանից գան շատ ավելի շատ, ինչ կավելացնեիք Գյումրում, ասենք, ինչ ուղղությամբ դուք կաշխատեք Մարտին Գրիգորյանի հետ մեկ, որպեսզի այդ ամեն ինչը կատարածեք։
Ես այստեղ մեկնաբանություն եմ տեսնում, որ մարդիկ ոգևորվում են, ասում են, որ ուզում ենք գանք, այո, թող սա նաև եւս մեկ անգամ առիթ լինի, եկեք, որովհետեւ իրականում Գյումրին այն կոլորիտային, այն մշակութային քաղաքն է, որ ինքը եկեղեցիների, չեմպիոնների, կինոների, պատմության, չգիտեմ, այն որ շերտերը շատ են, եթե սկսեմ խոսել, եթերը կսպառվի, եկեք ու վայելեք այդ քաղաքը, որովհետեւ միակ կոլորիտային քաղաքն է, որ կարողացել էր պատմական միջուկը պահել ու պահպանել։ Ալեքսանդրապոլը առկա է։ Եկեք, քայլեք Շիրազով, Ռուսթավելով ու վայելեք։ Այո, մեր նախընտրական ծրագրի կարելի ասել ողնաշարը կառուցված էր туриզմի վրա, պարոն Գրիգորյանը եւս այն լավատեսներից է, որ քաղաքի տնտեսական զարգացումը, աշխուժացումը պիտի լինի туриզմը, որովհետեւ ուրիշ ինչ ոլորտ, որ մենք կարողանանք ներդրումներ եւ առհասարակ հոսքեր, ֆինանսական հոսքեր ներգրավենք, եթե ոչ туриզմ։ Բայց туриզմն էլ իր հերթին ներդրումներ է ուզում, туриզմն էլ իր հերթին նոր վաու է ուզում, նոր էմոցիաներ է ուզում, որը պիտի ստեղծենք ու կառուցենք։ Այո, մենք ունենք շատ ամբիցիոզ հետաքրքիր туриզմի առումով, զբոսաշրջության զարգացման առումով հետաքրքիր նախագիծ մեր քարոզարշավի ծրագրում գրեթե ամեն ինչ եւ քաղաքն էր հարմարավետ դառնում եւ տուրիստի համար էր դառնում հարմարավետ ամեն մի դետալի մասին մտածել էին բավական չնայած քարոզարշավի ժամանակաշրջանը շատ կարճ էր այդ ընթացքը արտահերթ էր մենք համ պատրաստից էինք բայց կարողացանք շատ լավ այսպես թիմով խմբով հավաքվել եւ այդ նախընտրական ծրագիրը գրել այո հիշատակեմ մուշ թաղամասում մենք ունենք Դիսնեյլենդի նմանօրինակ ատրակցիոնների պարկ որ մինչեւ այսօր շատ շատերը այնքան են տպավորված այդ բադի մեր ծրագրից որ երբեմն հիշատակում են շնորհակալություն որ էլի շարունակում եք PR-ել մեր նախընտրական ծրագիրը այո այդ ատրակցիոնների պարկը պետք էր որ նախ ինքը վաու այդ մեծ մասշտաբային բան է պետք մասշտաբային նոր հետաքրքիր բան է պետք ու այդ մեկը չի մի քանի բաներ պիտի ունենք որտեղ տարիներ շարունակ ես ասեցի 2018-ից туриզմում եմ մենք մինչև այսօր մեր այդ 4-5 պատմական միջուկի փողոցներն ենք ներկայացնում ներգրավելով թանգարանները եւ այլն բայց դա բավականին քիչ է այո դուք էլ նշեցիք որ Երևանի շատ քիչ տոկոսն է ցավոք մինչև այսօր Գյումրի եկել, մեզ ընդամենը 120 կիլոմետր է բաժանում, բայց շատ շատերը ձգտում են ավելի շատ Դիլիջանի, Սևանի կամ այն հայտնի Սևան Դիլիջան կամ Տաթև այդ այսպես ասած հատվածը գնել, բայց Գյումրին անտեսել։ Դա նաև բրենդավորման խնդրից է։ Դա ոչ թե երևանցին է մեղավոր, որ չի ուզում, այլ գյումրեցին է։ Մենք ենք տեղում մեղավոր եղել, որ քաղաքը ճիշտ եւ գրագետ չենք բրենդավորել, քաղաքը չենք բրենդավորել որպես պատմական, մշակութային, թատրոնի, կինոների, հետաքրքիր խոսքազրույցի մեծերի քաղաք։ Երբեմն երկար տարիներ ինքը ընկալվել է որպես աղետի գոտի, գիտենք, այս պահին նոր սերունդը փորձում է դրա մասին քիչ խոսել, ոչ թե մենք չենք ընդունում մեր ցավը, այլ այն պատճառով, որ իրականում ուզում են քաղաքը ավելի գեղեցիկ, սիրուն ներկայացնել եւ գաղտնիք չեմ ասի, որ աշխարհի ուժեղ տղաները Գյումրուց են, սա արդեն մեկ միշտ ասված փաստ է։ Սա եւս մեկ հանգամանք է Գյումրի գալու համար։ Բոլոր չեմպիոնները Գյումրուց են։ Շատ լավ, Լիզա ջան, ես հուսով եմ, որ այն ամենը ինչ նպատակներ ունեք դուք ընդհանրապես ձեր խմբով դրած ձեր առաջ նմանատիպ ղեկավար ունենալու դեպքում ես անգամ չեմ ուզում կասկածեմ դաժե մի տոկոս ճանաչելով Մարտուն Գրիգորյանի խորհրդավոր այդ իրակի Լուրությամբ, բայց թիմի մինչև ես այդ Մարտուն չեմ կարացել կարդամ ուզում եմ, բայց հնարավոր չի ամեն օր 15 տարի հետո հնարավոր կլինի ամեն օր մի հատ թազա էջ ավելանում չեմ կարող 15 տարի հետո նոր արդեն որոշակորեն բաց կլինի մոտ մարտ այս քաղաքականության մեջ բավականին երկար է Մարտուն Գրիգորյանի կողքին ու շատ բաների է տիրապետում քաղաքականության ճգնության մտածելի քայլերի տարբեր եւ այլն Էշմիածնի ընդդիմադիրների հետևում ես դու ընդհանրապես ինչա կատարվում Իրականում շատ մեծ տեմպով չեմ հետևում, վատ եմ անում, որովհետեւ որպես հանրային կապերի PR-ի մասնագետ պիտի հետևեմ, բայց երեկոյան օրվա ընթացքում մի հատ ուզում եմ հասկանալ, որ ուժը այդ օրը ինչ արեց, նայում եմ, որոշակիորեն նայում եմ, բայց կանխատեսում չեմ կարողանա ասել, որովհետեւ անկեղծ չեմ ուզում հարցնեմ։ Հետևում եմ։ Սցենարը ոնց որ թե նույնն է գրված նմանատիպ ձևով է գնում, ոնց որ Գյումրիում էր։ Չեմ ասում թեժությամբ,
բայց Չէ, հեշտ չի։ Ես ասեմ, որ այստեղ էլ է Գյումրին, ինչպես որ չեմպիոնների առումով ասեցի, բոլոր առումներով, քարոզարշավի առումով էլ Գյումրու ես երևի 6 քարոզարշավ հասցրել եմ գինել, 6 քարոզարշավում, այն էլ մեր քարոզարշավները, գիտեք, ինչ բուրըն են լինում, 6-ն էլ Գյումրում եղել են աննախադեպ։ 6-ն էլ Գյումրում եղել են սուր, 6-ն էլ Գյումրում եղել են այն, որ ամբողջ երկիրը հետևել է։ Սա շատ լավ է, սա շատ կարևոր է, որովհետև նախ առաջինը քաղաքն է իրենից կարևոր եւ երկրորդը ֆիգուրներն են կարևոր։ Իսկ երբ մենք տեղյակ չենք վաղաշապատում ովքեր են ինչ ուժեր, օրինակ եմ բերում վաղաշապատի վրա, թող հանկարծ չֆիքսվին, տեղյակ չենք եւ այլն, ուրեմն վատ են աշխատում։ Պիտի կապ չունի, որ ես վաղաշապատի ընտրող չեմ։ Կապ չունի, որ ես կապանում եմ ապրում, բայց պիտի տեղեկացված լինեմ, պիտի իմանամ ինչ տեխնոլոգիաներ են անում, ինչ են անում եւ այլն։ Ես չեմ կարծում, որ սցենարը շատ մոտ է։ Չգիտեմ, հետո երևի մենք հանդիպենք կզրուցենք ընտրություններից հետո։ Դուք անդիմադիրներին ես մնացել է ընդամենը 5 օր։ Հա, շատ քիչ է։ Որպես արդեն օպետ ունեցող Նիկոլին հաղթելու։ Այդ օպետը դուք ունեք, ինչ խորհուրդ կտաք, ինչպիսի պետք է լինի քարոզարշավի վերջնամասում ու ամենակարևորը քարոզարշավից հետո, ընտրություններից հետո այդ գիշերը ինչ պետք է անեն, որ չսխալվեն։ Դե եթե 5 օր է մնացել քարոզարշավին, ես չգիտեմ, ես ուղղակի անալիտիկան անում եմ այն վիզուալով, ինչ որ տեսնում եմ սոցիալ մեդիայում, ինչքան որ հասցնում եմ հետևել, մի քիչ շատացնեն այդ դոզան, մի քիչ շատացնեն մարդկանց հետ շատ հանդիպելը։ Չգիտեմ, գուցե հայտնաբեմում հանդիպում են, բայց չեն լուսաբանում, որ այդ մարդկանց չվնասեն, գիտենք այդ քաղաքական տարբերակը, մենք էլ ենք այդպես շատ աշխատում, բայց ամեն դեպքում ժողովուրդը սիրում է ուժեղ կերպարների, սիրում է լավ հավեսով, կներեք բարիս համար դրայվով, էմոցիոնալ քարոզարշավներ անող կերպարների։ Ես պիտի ասեմ, որ մարտի մեր Գյումրու քարոզարշավը 3-4 քաղաքական ուժ բավականին հետաքրքիր, որից մեկը նաև մերն էր, էլի անհամեստություն թող չընչի, բավականին հետաքրքիր ձեռագրով ու ձևաչափով քարոզարշավ կարողացավ 15 օրվա մեջ անել, բավականին ակտիվ, վիզուալները շատ հնչեղ, շատ այն որ հիմա անտարբեր է հասարակությունը դարձել, շատ մեծ զանգված, երևի 80%-ը ընդհանրապես չի հետաքրում քաղաքական որևէ արշավով, քաղաքական որևէ ընտրության, որևէ կերպարով եւ այլն, իսկ այդ անտարբերությունը արթնացնել է պետք, այդ արթնացնելու ես լավով, գեղեցիկով։ Ես ինչի ասեցի պարոն Գրիգորյանի խոսքի մշակույթն անգամ, քաղաքական խոսույթը անգամ տարբերվում է եւ ինչ թիմն է այդպեսին, ինչ թիմն է խոսում այդպես այդ ձևաչափով եւ այլն։ Մեզ ընտրեցին այն մարդիկ, որոնց որ հարազատ էր այդ խոսքը, ովքեր որ գնահատում են եւ ամեն օր օրեցօր շատանում են այդ մարդիկ, ամեն օր մենք նամակներ ենք ստանում գյումրեցիները, մեզ տեսնում են, չգիտեմ, գրկում են եւ այլն եւ ասում են, որ ապրեք, որ ձեռագիր եք բերել։ Մի քիչ пассив են բոլոր ուժերը եւ մի քիչ խորհուրդ կտամ որպես PR-ի մասնակից երեխեքին քիչ օգտագործեք տեսանյութերը, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերի մեջ մենակ երեխեքն են, իսկ երեխաները թարգետը չեն, ընտրողները չեն, ու առհասարակ երեխաներին պետք չէ ներգրավել քաղաքական արշավներին, սա ուղղակի մասնագիտական խորհուրդ։ Լիզա ջան, ես հենց այնեն չասացի ընտրություններից հետո հենց այդ գիշերը։ Հետո բնականաբար պետք է կադի ունեմ ես։ Այսօր ես ինչու ասի շատ նման է Գյումրու հետ։ Ասեմ ես հիմնավորեմ թե ինչ եմ ես այդպես ասում։ Բացառությամբ 1-2 տեխնազույգ բոլորը քրեական գործերով թիրախավորված են, արդեն իսկ յուրաքանչյուր դեպքում իրանցից որևիցե մեկը քաղաքապետ դառնալու դեպքում լինելու է նույն Գյումրու հնարավոր զարգացումները, ձերբակալությունը եւ նորից անգլող, ասած ասած ձիավորի կերպար ստանալու քաղաքը Էշմիածին է այս դեպքում։ Իմ ասելուս իմաստը որն է, ոչ թե ասում եմ իրանք իրոք քրեական գործերի տակ են, շինցու քրեական գործերի տակ արդեն իսկ նախապատրաստված այդ մարդկանց պահում են։ Դե առանց շտապելու Առաջ տապելու պիտի կարողանան ճիշտ սառը դատողությամբ առաջնորդեն, ոչ թե անձնական ինչ-որ բխումներով, անձնական ինչ-որ ինքնահաստատվամ, ես չգիտեմ, ես դենց եմ հասկանում։ Դե պիտի առանց շտապելու, առանց ինչ-որ անձնական ամբիցիաների, որովհետև զոհասեղանի շատ ավելի թանկն է դրված, կարողանան հասկանալ, գուցե գտնեն իրենց մեջից, թեկուզ լինի մի փոքր ավելի անփորձը, բայց քիչ խոցելին։ Այսինքն չասեն, նա փորձառուն է, նրան տանք, նրան աջակցենք, բայց երկրորդ օրը խնդիր ունենանք, այլ իրենց մեջ հնարավորինս բոլոր սցենարները փորձեն,
չգիտեմ, լավ անալիտիկ միտք պիտի լինի իրենց մեջ, որ կարողանան նստել վերլուծել եւ բնականաբար հաղորդակցվել, կոմունիկացվելը ամենակարևորն է։ Մեր բոլոր խնդիրները գալիս են չհաղորդակցվելու, չկոմունիկացվելուց։ Հա, իմ ասածս նրա մասին է, որ այդ նույն կոչերը, որ Գյումրիում հնչեցին, ձեր կողմից նշված անձնավորության կողմից, որ պետք է խորը մտածել ամեն ինչի, ոչ թե անձնական, տեսեք, իմ ասելս հետևյալի մասին էր, Վարդան Ղուկասյանի վրա կարել էին սենց։ Այդ հոնդիմությունը չէր կարել, բայց ընդդիմության մեջ կար մարդ, որ ասում էր, եղբայր, դու լինելու ես այս վիճակին, եթե դու գնաս քաղաքապետ, միգուցե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ չլինելով ավելի քիչ թիրախավորված էր, ու ավելի մեծ պաշտպանության տակ լիներ։ Այո, պարոն Գրիգորյանը ասել էր դեպքում, որ իմ համար ես հարգում եմ պարոն Ղուկասյանին, իմ համար շատ նույնպես զանզալի է, որ այսօր ինքը ԱԱՑ-ի պատվալներում է։ Այդ կարգի հիվանդություններ ունեցող, այդ կարգի հայրենիքի մատուցած ծառայություններից հետո այսօր պատվալներում է։ Այդ նշանակում է, որ պետք է այդ ժամանակ տակարուն որոշումներ չկայացվի, պետք է լրիվ հավասարակշռված որոշում լինի, որ ընդդիմությունը հաղթի, ոչ թե հետագայում քպեն, ասենց ասած։ Այո, դրա համար ասում եմ, թող Գյումրի օրինակը վարակիչ լինի լավ առումով ու նաև սպասում ենք բոլորս, որ 26-ի համապետական ընտրությունների ժամանակ այս այն ինչ որ տեղի ունեցավ, ամեն ինչի սկիզբը Գյումրիից է դրվում եւ պարոն Գրիգորյանը դրեց այդ ձևաչափը, որ մյուսները տեսնեն եւ անեն եւ հասկանան, որ ինչպես կարելի է համախմբվել եւ մի կողմի դնել անձնական ամբիցիան, անձնականը։ Ես մի քիչ ուզում եմ ձևաչափը փոխեմ, քանի որ ես հենց հիմա չեմ տեսնում այդքան շատ այն մարդկանց, որոնց կուզենայի, որ իրանք հարցերը տան, ես ամեն մարդուն չեմ բարձրացնի, այն մարդիկ, որ չեմ ճանաչում, ծեմբոլի չեմ բարձրացնի։ Ես ուզում եմ այսօրվա առաջին օրը մենք սենց եզրափակենք, մենակ ուզում եմ հենց հիմա գնահատական տան իմ ժողովուրդը 1-ից 5-ը ժողովուրդ, եթե ձեր դուրը եկել է Լիզայի հետ մեր զրույցը, ընդհանրապես խնդրում եմ գնահատական տվեք չաթում, որովհետեւ Լիզան ինքը նույնպես տեսնի, որ ինքը ես ասացի, որ դուք ընդունված եք ելնելու իմ մոտ, իմ ժողովրդի մոտ, որովհետեւ իմ մոտ հիմնականում գրագետ մարդիկ են նստած ու Հայաստանը սիրող մարդիկ են նստած, ամենակարևորը, որ իրանք սիրում են ու իրանք չեն ընդունում հայոյանքների դաշտը, իրանք չեն ընդունում, երբ որ հայը հային ուրիշ ձև է թիրախավորում, իրանք սիրում են, որ մարդիկ գրագետ են ելնում։ Տեսեք, ընդհանրապես սա 5 է։ Ես խնդրում եմ, որ դուք այս 5-երը լավ հիշեք ու մեր մոտ մեկ-մեկ գա քյուր, չասեք, ոյ, բայ TikTok չեմ գա։ Շատ շնորհակալ եմ Լիզա ջան, քո ասենց ասած հնարավորինս բաց պատասխանների համար։ Մեր կողմից խնդրանք կա մի հատ ձեզ, որովհետեւ դուք շարունակեք ձեր այցելությունները անկախ ամեն ինչից քաղաքական զարգացումներից, քաղաքը շնչում է, քաղաքի կարիքավորները ունեն այդ ապրում են Ձեմբոլի դեմը դիմացը ձմեռա եւ հնարավորինս մեր շնորհակալություն եմ Արտուր Գրիգորյանին, որ ինքը այդ փայդերն է բաժանում, նայում է ժողովրդին, ասած։ Դա միշտ է եղել, երբեք շնորհակալությունների տեսանյութերով չի եղել։ Ես ինչ որ կուսակցության համար էր տարօրինակ կամ նոր բան, էլի։ Շարունակեք ու մի խնդրանքերների փոխանցեք Արտուր Գրիգորյանին, եթե հնարավորություն ունենա 40 եւ ավել այդ ձերբակալվածներին, եթե հնարավորություն ունենա, մի հատ ինքը անձամբ այցելություն ունենա, ես օրինակ շատ կուզենամ, որ ինքը այցելի մի հատ տեսնի այդ երիտասարդները ինչ վիճակում են այսօր, ու իրանք հանգարց իրանց մենակ չզգան։ Իրանք տեսնեն, որ ամբողջ Գյումրին իրանց թիկունքում կանած է եւ իրանք չպետք է կոդրվեն, Գյումրին երբեք չի կոդրվել, ու Արտուր Գրիգորյանի 12 թվականի արած այն քայլից հետո, երբ որ Պերմյակովի ժամանակ ինքը ամբողջ մի քաղաք փրկեց, ամբողջ մի քաղաքի որ հայը հային պետք է այնտեղ սպաներ, Արտուր Գրիգորյանի շնորհիվ այդ ամեն ինչը բացավ, դրա համար ես իրան եմ խնդրում, իմ անունից փոխանցեք, իմ հեռախոսից թող մեկ-մեկ պատասխանի։ Ուրիշ տարբերակ։ Շնորհակալ Ես կարող եմ երկու բան ասել, եթե թույլ կտաք։ Շատ լավ։ Նախ ես ուզում եմ մեկ կարևոր բանի հարցի շուրջ առաջին անգամ ձեր եթերով ասեմ այսօրվա զարգացումներից հետո, որ ձեր լսարանը տեղեկանա, իրականում Նարեկ Միրզոյանի այդ այսօր տեղի ունեցած հետ կապած ասեցի, որ օրվա ընթացքում պարոն Գրիգորյանը հասցրեց լինել Նաիրի բժշկական կենտրոնում, այցելեց, տեղեկացավ, զրուցեց բժիշկների հետ եւ այլն, եւ ասեմ, որ Նարեկը նաեւ
նաև պարոն Գրիգորյանին է փոխանցել այդ տեղեկատվությունը, պարոն Գրիգորյանը փոխանցել է մեզ, որ իր ընտանեկան, անձնական, առողջական, այսպես այդ շարքը թվելով խնդիրներով պայմանավորված հիմա ինքը շատ ավելի շատ պետք է որ լինի իր ընտանիքի կողքին, իր էներգիան, չգիտեմ, ամեն ինչը ներդնի ժամանակը ներդնի ընտանիքի կողքին եւ անհնարինություն է տեսել, որ մենք էլ ակտիվ աշխատող առավոտից երեկո տեսնում ենք 24/7 ռեժիմում մենք աշխատանքային process-ի մեջ ենք, որպեսզի ինքը չարազնանա եւ այլն, պարոն Գրիգորյանին դիմել է, որպեսզի իր մանդատը նա դնի եւ մեր հերթական համարում մյուս ավականին կգա։ Բնականաբար սա մեզ համար ցավալի էր, որովհետեւ Նարեկը շատ պրոֆեսիոնալ է։ Բրավո, տեսեք ինչ է կատարվել ժողովուրդ։ Ես իրականում ամաչում եի այդ հարցը տալ, ասել օրինակ դուք քննարկել եք այս հարցը, բայց տեսեք թիմը ոնց պետք է աշխատի ժողովուրդ։ Անմիջապես ժամերի ընթացքում եղան այդ մարդու կողքը, ընտանիքի կողքը ու հենց հիմա մեր եթերում առաջին անգամ ես չգիտեի դրա մասին ընդհանրապես։ Երևի թե ոչ մեկ չգիտի, չէ՞ դրա մասին։ Հենց նոր եք ասում դուք հարաբերական։ Առաջինը ձեր եթերով ենք ասում։ Մանդատը վայր է դրել։ Ինչ մանդատ, ինչ բան, ընտանիքի կողքն եմ ելնելու, երկրորդն էր, որպեսզի խմբակցությանը հանգարց վնաս չհասցնի։ Բնականon աշխատանքը ընթանա, բնականաբար դա մեր համար ցավալի է։ Կնոջը առողջություն թողնի ձեր ընտանիքին, շնորհակալություն, որ դուք կայացած մարդիկ եք։ Թող օրինակ վերցնեն ձեր խմբակցությունից ընդհանրապես բոլոր ոչ մենակ քաղաքապետարանի, այլ ամբողջ Հայաստանի դեպուտատներից սկսած պաշտոնավորներից էլ կարճվել պաշտոններից կամ ինչ-որ բանից չի կարելի։ Բրավո Մարտուն Գրիգորյան, բրավո ձեր խմբին։ Բրավո Նարեկին։ Իհարկե շնորհակալություն։ Իհարկե մեզ համար ցավալի է, որտեղ Նարեկը պրոֆեսիոնալ է շատ ու նվիրված շատ, չնայած ինքը մեր թիմում է մնալու, ինքը մասնագիտությամբ իրավաբան է, մենք գժվացնելու ենք իրան մեր հարցադրումներով եւ այլն, այսինքն այդ համատեղ աշխատանքը լինելու է, բայց պարոն Գրիգորյանի եւ մեր կողմից հարգվեց Նարեկի որոշումը եւ ավարտելով ուզում եմ նաեւ ձեր շնորհակալություն հայտնել Արսեն ջան, ամեն բան անելու Գյումրու համար, իհարկե հայրենիքի համար, որովհետեւ մենք ապրում շնչում արարում ենք մեր երկրի համար, թող սա բնավ էմոցիոնալ ֆոն չդիտվի, չդիտեն, որ ուղղակի ուզում եմ ավարտ էմոցիոնալ լինի, այլ այն մարդիկ, ովքեր որ շարունակում են ապրել մեր երկրում, շարունակում են արարել ու շարունակում են այս քարավանի միջով անցնել, ես ասում եմ դա գյումրեցիների օրինակով, մենք 30-ից ավել տարի դուրը բացում ենք եւ ընկնում ենք ցեխի մեջ։ 30-ից ավել տարի մարդիկ տնակներում են ապրում, 30-ից ավել տարի երեխեքը տնական մանկապարտեզներ են հաճախում, բայց շատ են սիրում այս երկիրն ու այս քաղաքը։ Շնորհակալ եմ ձեզ, որ այդքան սիրում եք Գյումրին, շնորհակալ եմ, որ այդքան կարևորում եք, շնորհակալ եմ, որ ձեր լսարանը այսքան լավն է ու արդյունք եք ստեղծում, դուք իրականում մտավոր արդյունք եք ստեղծում, որ կարողանում եք մեզ հնարավորություն տալ արտահայտվելու, ներկայացնելու մի խոսքով։ Շատ շնորհակալ եմ։ Ես իմից Դավիթ եղա, դուք եղաք TikTok-ում եկաք։ Ես շուտ բանից եմ, ես ամեն ինչի սպասում։ Արշին են հուսով ենք, որ մյուսնիսին քվորում կլինի հանգիստ եղեք, որևէ խնդիր չկա ժողովուրդ ջան, ամեն բան վերահսկվում է։ Մանդատի համար ինքը գնալու է, ասենք դիմում գրի, մանդատը վերցնի։ Արդեն արված է այդ ամենը, մեր թիմը պրոֆեսիոնալ է աշխատում, դիմումն է գրված, արձանագրությունն է արված, այսինքն մանդատափոխության այդ մեր հաջորդ հերթական համարը արդեն կմոտենա եւ մանդատը կվերցնի։ Ամեն բան առողջ է մեր մոտ, ամեն բան վերահսկվում է, պարոն Գրիգորյանը երբեք չի թողնում, որ այդ մանր-մունր հարցերը մեծ խնդրին խանգարեն, մեծ գործին խանգարեն։ Եթե ինչ-որ բաներ ունեք ավելացնելու, եթե չէ, ձեզ մաղթում եմ բարի գիշեր։ Շնորհակալ եմ։ Բարի գիշեր։ Ես ուզում եմ, որ ձեր նմանները շատանան մեր երկրում, շատ ամուր լինեք այ ձեր այս կամքի մեջ, որովհետև տեսել եմ ձեր կողքը, ինչպես դուք տղամարդավարի կամ հայ կնոջը վայել ձևով, այսինքն ճակատ կռիվ եք տվել, մերսի ձեր տեսակի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Ժողովուրդ ջան, ես լուրջ եմ ասում ձեզ, ես մոտավորապես 1 տարուց ավել ամեն ինչ ուզում եի անել, որպեսզի Լիզան, Գասպարյան Լիզան մեր մոտ հյուր լինի, հենց այլ չէի ուզում, ինքը շատ գրագետ անձնավորություն է, ինքը շատ կոռեկտ, ճիշտ քաղաքական գնահատականներ տվող անձնավորություն է, ես վերջո փառք Աստծո հաջողվեց, կանչեցինք, ինքը TikTok-ից այլևս սենց բան չի լինի, ինձ թվում է մեր մոտ հաջողական հյուրերից մեկը ինքը կարող է լինի, եթե ժամանակ ունենա։ Չեմ ուզում շատ երկար ծավալվեմ, չեմ ուզում շատ, ինչպես նկատեցիք, մի քիչ վադառողջ եմ արդեն 3-րդ օրը, բայց էլի նորից ոնց որ ասած աշխատանքային ռիթմի մեջ եմ,
Վաղը ժամը 22:30-22:00 եմ պիտի մի հատ կալենդարից մեջ նայեմ, նորից շատ կարևոր հյուր ենք ունենալու, բայց արդեն համ հայկական մասշտաբի, ոչ թե քաղաքային կամ ինչ-որ քաղաքապետարանի, այլ հայկական դաշտի քաղաքական մարդկանցից մեկն ալնելու, որը բոլորիդ հանրաճանաչ մարդ է, բոլորը իրան ճանաչում եք, ես մի քիչ հետո անոնսը կտեղադրեմ, կամ հիմա կտեղադրեմ, կամ վաղ առավոտ կտեղադրեմ, վաղը ժողովուրդ ջան, ձեր բոլորից սպասում եմ այդ ժամին, որը ես կնշեմ եթեր, որովհետև իրոք ռիթմի մեջ մնալը ճիշտ է, տարբեր կարծիքներ լսելը շատ ճիշտ է, որովհետև մենք գտնենք միջինը, հայկականը ու մերը։ Ինչ մնում է ցորենի հետ կապված, բոլորը երևի տեսակ իմ մոտ տեսանյութը կար, ժողովուրդ ջան, տեսնում եք ինչքան հաճ է մեր մոտ ամեն ինչ, ինչքան սուդը տարածված է ամենուրեք, մեկ շաբաթ մեր ականջին լսնում էին, թե Ադրբեջանի տարածքով մեծ ցորեն է գալիս, Ադրբեջանը, տեսեք ինչ մի հատ երկիր է, Ալիևը փոսից բացեց, դու մի ասա, այդ ոչ թե մեր համար են բերում, այլ անասնակեր են ուղարկե, անասնակեր է մտել Հայաստան, 4-րդ սորտի բան, հացի ցորեն է մտել Հայաստան 4-րդ սորտի, որը մենակ անասնակեր կարա դառնա։ Ես չգիտեմ, հա անասուններն է պետք է ուտեմ։ Իհարկե իրանք պետք է ուտեն, որ չաղանան, միս լնի, կաթ լնի եւ այլն, բայց այն ռակուրսով, որ մեզ տալիս էին ցորեն ենք բերում, դա բանը, ասենց ռազմավարական հարց է լուծում, տենում եք սրանք ովքեր են ժողովուրդ, տենում եք ինչքան սուդասան են, ինչքան մանիպուլյացիա անողներ են, եղք կպե, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եղք ձեզի, լավ մնացեք ժողովուրդ ջան, շատ լավ ալնելու, մենք հաղթելու ենք, ցավերը տանեմ, վաղը սպասում եմ բոլորիդ։